Գիտեք, մեր երթևեկության ամենամեծ խնդիրը Նարեկ ջան, նա է, որ մեր երթևեկությունը անկանխատեսելի է։ Մեր մոտ նաև ցավալի ստատիստիկա է վթարների ու հատկապես մահվան դեպքերով վթարների։ Անցած տարի 350-ից ավել մարդ է մահացել։ Ուրեմն Դավիթաշենի կամուրջի հիմնական խցանման պատճառը Վաղարշյան փողոցի Արամ Խաչատրյանից Կոմիտաս ընկած հատվածի աջ կողմում կայանված մեքենաներն են, որտեղ կայանում է արգելված է։ Դուք որ վերցնում եք ուսանող, ում հետ սկսում եք աշխատեք, որ գնա վարորդական իրավունքը ստանա, այդ process-ը ոնց է լինում։ Հարգելի քաղաքապետարան, խնդրում եմ փորձեք Մաշտոցով դեպի ներքև իջնող ավտոբուսի գոտին բարձրացրեք Սարյան։ Սարյանը շատ դատարկ է, իսկ Մաշտոցը դեպի ներքև միշտ խցանված։ Փորձեք, եթե չստացվի, նորից կտեղափոխեք, բայց համոզված եմ կստացվի։ Այս տիպի աճը նոր մեքենաների, նոր վարորդների ընդհանրապես դիմանալու է մեր ինֆրաստրուկտուրան էս ամեն ինչին։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդկասթի հյուրն է X-Drive-ի հիմնադիր եւ տնօրեն Արտաշես Ստեփանյանը։ Արտաշեսի հետ զրուցել ենք խցանումների, Երևանում կյանքի որակի, հանրային տրանսպորտի, ավտովթարների, վարորդական վկայականների ստանալու, թե ինչի են այդպիսի հերթեր գոյացել եւ ինչի են մարդիկ առաջի կամ երկրորդ անգամից, այսպես ասած, կտրվում եւ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք լայք կոճակը եւ եթե հավանում եք այն, ինչ որ մենք անում ենք, մեր ոդկասթին ֆինանսապես կարող եք աջակցել Patreon-ի միջոցով։ Շատ շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր դա արդեն անում են։ Անկախ նրանից, թե ինչ տարիքում եք, կուտակելը երբեք շուտ չէ։ Հայաստանում ծնելիության անկման եւ բնակչության ծերացման պատճառով պետական կենսաթոշակները բավարար չեն լինի։ Պարտադիր կուտակային համակարգը ապահովում է, որ ամեն ամիս մի մաս ֆինանսներից ուղղվի ապագայի համար։ Ամունձի Ակբան Հայաստանում ավելի քան 10 տարվա փորձով այս մեխանիզմը դարձնում է թափանցիկ եւ արդյունավետ։ Նրանք ունեն 3 տարբեր ֆոնդ՝ պահպանողական, հավասարակշռված եւ կայուն եկամտային։ Ամունձի նոու-հաուն, որ ունի 100 միլիոն հաճախորդի վստահություն, ապահովում է մասնագիտական կառավարում։ Ընտրեք ձեր ռիսկի ախորժակին համապատասխան ֆոնդ։ Գնացինք։ Արտաշես ջան, ոնց ես։ Լավ, Նարեկ ջան, դու ոնց ես։ Լավ, մերսի շատ։ Մեքենայով ես եկել։ Իրականում այո, մեքենայով եմ եկել, բայց վարորդի հետ եկա։ Նու փառք Աստծո, ձեր գրասենյակի դիմաց կանգառի տեղ գտնվեց եւ քանի որ գիտեմ ձեզ մոտ ոդքասթը բավականին երկար է տևում, վարորդին ճանապարհեցի մեքենան մնաց։ Լավ ստրատեգիա է, ընտրել։ Արգիտես ինչից սկսենք, ինձ հետաքրքիր է քո գնահատականը, որպես ոլորտի շատ լավ տիրապետող մարդ, ոլորտում աշխատող, բիզնես անող, ոնց կգնահատես այսօր Երևանի ու Հայաստանի այդ ավտոմոբիլային տրանսպորտային վիճակը։ Ծանր, շատ ծանր։ Ինչ առումով, ինչն է խնդիրները հիմնական։ Դե գիտեք, մեր երթևեկության ամենամեծ խնդիրը Նարեկ ջան, դա երևի նա է, որ մեր երթևեկությունը անկանխատեսելի է։ Մի բառով ասած, երթևեկությունը անկանխատեսելի է, այսինքն ցանկացած այլ երկրում մեքենա վարելուց, այլ երկիր ասելով վերցնում ենք եվրոպական փորձը, հա, այսպես ասած, օրինակը չենք վերցնի Թեհրանը կամ Մումբայը, փորձենք դեպի լավը նայենք, հա։ Երթևեկության մեջ կա որոշակի կանխատեսելիություն, այսինքն պատկերացնում ես դիմացի մեքենայի հետևի կամ կողքից գնացող մեքենայի հետագա գործողությունները։ Հայաստանում կանխատեսել հնարավոր չէ։ Դա ամենամեծ խնդիրն է։ Միշտ լարված ես, իրոք, միշտ լարված ես քշում։ Կանխատեսելի չէ, իսկ դա երթևեկության մեջ ամենավտանգավոր կետն է։ Իսկ դա ինչից է գալի, որտեղ վատ ենք վարում, թե որ դից է մշակույթն է, վատ ենք վարում, չգիտեմ, իրար զիջել չունենք, այդ գծերն ենք անընդհատ փոխում։ Այ, գիտես, շատ վատ ենք վարում իրականում շատ վատ ենք վարում։ Պատճառների շարք է։ Ամենաառաջինը երևի ախր բոլորն են առաջնահերթ, չգիտեմ որ մեկն ասեմ,
Ի սկզբանե շատ վաղուց չենք ունեցել նորմալ կրթություն վարորդների։ Հա։ Հիմա ինչ որ բաներ արվում են իրականում արվում են ինչ որ բաներ, բայց դեռ պահանջներն էլ այն չեն էլի, որ պետք է։ Երկրորդը մշակույթն է, որը ցավոք սրտի վերջի մի քանի տարին ավելի է վատ թարացել։ Այսինքն դեպի վատնա գնացել։ Հա, մյուսը մեքենաների քանակն է։ Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ մեզ մոտ շատ խոշոր քանակի մեքենաների ներկրում կա արդեն 10 տարի շարունակ եւ այսօր, եթե չեմ սխալվում, Հայաստանում մոտ 1 միլիոն գրանցված տրանսպորտային միջոց կա։ 1 միլիոն։ Այո։ 900,000-ից 1 միլիոն տրանսպորտային միջոց կա գրանցված։ Երևանում 300,000-ից ավել է, չէ՞։ Դե այդպես չի կարող ասել Երևանում ինչքան է։ Հա չնայած մարդկա լորիում գրանցում է, բայց Երևանում է Հա, քշում։ դե չէ, քաղաքը երկու պարամետրերով են առհասարակ չափում, մեկ հիմնականը, մեկ ելումուտը։ Հա։ Նման տվյալ կա իրականում, ես չեմ տիրապետում այդ տվյալին, բայց սովորաբար այդպես է չափվում, տեղինը եւ ելումուտը։ Հա, որտեվ կողքի մարզերից էլ իրականում առավոտները, որ մենք դեպի հոկտեմբերյան կամ մասիս այդ կողմերը հեծանիվ ենք քշում, երևում է դեպի քաղաք եկող առավոտվա ժամերին ինչ ահռելի տրաֆիկ կա։ Դե տես, օրինակ Արարատյան դաշտավայրը վերցնենք, Երևանի հարավային թևը եւ վերցնենք Երևանի հյուսիսային թևը։ Արարատյան դաշտավայրից դե ահագին մարդ է Երևանում աշխատում։ Հա։ Բայց եթե ուշադրություն դարձնենք գործարանային մետրոյի կայարանի շրջակայքը, հարավային թևից եկող ժողովուրդը մեքենաները կանգնեցնում են գործարանային մետրոյի տարածքում եւ մետրոյով շարունակում։ Մեծ քանակի մեքենաներ կան կանգնած այդ շրջակայքում, բայց հյուսիսային թևից եկող ժողովուրդը այդ հնարավորությունը չունեն, այսինքն այսպես թե այնպես մեքենայով են շարունակում իրենց աշխատանքի գնալը։ Հա։ Հարավայինը չունի այդ խնդիրը ու պլյուս հարավային կողմից նաև ունենք ինչ-որ գնաց կա, հա, այն էլեկտրիշկա բան, որ ասում են սովոր են Արարատյան դաշտավայրի ժողովուրդը օգտվել դրանից։ Իսկ հյուսիսային թևում դա չկա։ Հա։ Հա, չգիտեի։ Ամեն օր մենք օգտվում ենք տարբեր on-line հարթակներից։ Մի քանի անգամ մուտք ենք գործում մեր բջջային հավելվածները, կատարում գործարքներ։ Այժմ ամեն գործարք դարձել է առավել անվտանգ եւ արագ IMID-ի հետ։ IMID-ով դուք կարող եք գրանցվել եւ դառնալ հաճախորդ մի շարք հաստատություններում ընդամենը մեկ հպումով, առանց երկար հերթերում սպասելու։ Կարող եք մուտք գործել տարբեր հարթակներ առանց մուտքանունների եւ գաղտնաբառերի։ Առավել հեշտ եւ անվտանգ։ Վայրկյանների ընթացքում հաստատել եւ կատարել գործարքներ, ստորագրել փաստաթղթեր ձեր իսկ սմարթֆոնով լիարժեք իրավական ուժով։ Ձեռք բերեք ձեր IMID-ին ձեզ սպասարկող բջջային օպերատորի մասնաճյուղերից։ IMID ձեր թվային համաբանալին։ Մանրամասների համար սկանավորեք QR կոդը էկրանին կամ այցելեք imid.am վեբկայք։ Բայց շատ է դրա մասին խոսվում, որ քաղաքի տարբեր կետերում մեծ պարկինգներ կարելի է ունենալ, որ մարդիկ գան, իրենց մեքենաները այդտեղ կայանեն, հետո շարունակեն հեծանիվով, ոդկով կամ չգիտեմ ինչով կուզեն։ Չլինի քաղաքապետարանն է խոսում։ Դե քաղաքապետարանն էլ է խոսում, չգիտեմ, անդիմադիր կուսակցություններն էլ են ասում, մարդիկ էլ են առաջարկում ակտիվիստները, բայց ոնց որ ռեալիստիկ լուծում հլա դեռ քաղաքի այդ վիճակին ոչ մեկ չի առաջարկում։ Չնայած երեկ ոնց որ Ավինյանը ասում էր, պետք է ոնց որ իերարխիա ստեղծենք, որ առաջի տեղում պետք է լինի հետիոտը, հետո հեծանվորդները, հետո նոր դրանից հետո մեքենան։ Բայց այսօր լրիվ հակառակն է։ Եկեք վերցնենք ձեր գրասենյակի կողքի Վաղարշյան փողոցը։ Դավիթաշենի կամուրջի խցանում առավոտյան։ Պատճառը գիտեք, որն է Դավիթաշենի կամուրջի խցանման։ Որը։ Նայեք, Դավիթաշենի կամուրջը մեծ թողունակությամբ ճանապարհ է։ Հա, լայն, լավ ճանապարհ է։ Շարունակում ենք Դավիթաշենի կամուրջով դեպի Արամ Խաչատրյան, Կոմիտաս եւ Քոչար, ճիշտ է։ Ուրեմն Դավիթաշենի կամուրջի հիմնական խցանման պատճառը Վաղարշյան փողոցի Արամ Խաչատրյանից Կոմիտաս ընկած հատվածի աջ կողմում կայանված մեքենաներն են, որտեղ կայանումը արգելված է։ Հա։ Որովհետեւ շատ լայն փողոց է
եւ ելքեր ունի մի շարք։ Դեպի դուրս Արամ Խաչատրյան, Կոմիտաս, շարունակություն Քոչար աճ ու այդպես առաջ։ Հիմնական խցանումը տեղի է ունենում Վաղարշան փողոցի աջ կողմում կայանված մեքենաներից մի պատճառը, երկրորդ պատճառը Դավիթ Աշենի կամուրջի կողքի շարքերից կենտրոնական մտնել, այսինքն չզիջելով ճանապարհ խցկվելը։ Այդ երկու պատճառը կա։ Իսկ ճանապարհը իրոք շատ թողունակ ճանապարհ է։ Դավիթ Աշենի կամուրջ Վաղարշան հատվածը, որը ամեն առավոտ տոտալ խցանված է։ Բայց նշված է, նաև նշանները տեղադրված են կանգառնարկելով Վաղարշան փողոցի վրա։ Այն օրերը, որ ոստիկանությունը հսկում է, որ մեքենա չկանգնացնեն մեքենա, առանց խնդիր Դավիթ Աշենի կամուրջը չնայած մեծ հոսքին, բայց արագ առաջ է գնում։ Վերջերս մի քանի օր է երթևեկում եմ առավոտյան Հալաբյան փողոցով։ Հալաբյան փողոցը նույն ձև կաթվածահար կանգնած, նույն ձև։ Եվ ես հասկանալով ճանապարհը ինչպես է աշխատում, Հալաբյանն էլ չէ, բավականին մեծ թողունակության փողոց է։ Հետաքրքիր էր պատճառը։ Առաջին օրը պատճառը երևի թե կանաչապատման պողակ էր կամ նմանատիպ։ Ինձ թվում է քաղաքապետարանին հարակից կառույցներից մեկի ջրցան կամ ինչ ասեմ, այդ ջրող մեքենան էր, որը երկրորդ շարքում կանգնած առավոտ prime time-ին, երկրորդ շարքում կանգնած, այդ իր խողովակը գցած ծառեր էր ջրում եւ ամբողջ Հալաբյան փողոցը սկսված Հրազդանի կիրճի խաչմերուկից դեպի վերև տոտալ կաթվածահար։ Իսկ այսօր առավոտ նույն տեղից 30 մետր վերև կանգնած էր էքսկավատոր։ Այդ նույն բանն է ուղիղ մի շաբաթ Արշակունյացի վրա էր, այդ որ ձախ ես համ դեպի գնաց Փեթակ։ Այդ խաչմերուկի վրա շինարարական աշխատանքներ էին արել, փոսը նորմալ չէին լցրել ու փոս էր գոյացել, բոլորը գալիս այդտեղ դանդաղում էին, անցնում էին ու ցիրկից մինչև այդ խաչմերուկ ժամեր շարունակ կանգնած էր Արշակունյանը։ Ու մեծ փոքր բան էր, էլի։ Շինարարական աշխատանք անելը անխուսափելի է, քաղաքը պետք է անընդհատ վերանորոգել, դա նորմալ է։ Բայց առավոտյան ժամը 8:30, երբ որ բոլորը շտապում են աշխատանքի, կանգնել սկսել ծառերը ջրել։ Երբ որ առաջին շարքում կայանված է մեքենա, բեռնատարը գրեթե երկրորդ շարքի ու երրորդի ինչ որ մի կետում կանգնած, դա ընդամենը կարելի է հասկանալ, որ պետք չի անել։ Բայց կա նաև հակառակ կողմ, իրականում ասեմ, օրինակ ես ամենաառաջի Պարեկայինի խմբում դասավանդել եմ ոստիկանության ակադեմիայում, առաջի խումբը, այսպես ասեմ, բավականին շատ էին թերանում աշխատելուց պարեկները, հիմա բավականին արդյունավետ են աշխատում, եթե ուշադրություն դարձնեք այն խաչմերուկները, որտեղ պարեկային ծառայությունը կարգավորում է, բավականին դինամիկ անցնում են, բայց թվերին չեմ տիրապետում, բայց իմ կարծիքով պարեկային ծառայողները չեն հերիքում քաղաքին։ Տեսնելով երթևեկության վիճակը առավոտյան, տեսնելով որ խաչմերուկ կա կանգնած են, խաչմերուկ կա կանգնած չեն, իմ կարծիքով պարեկային ծառայողների կարիք կա ավելացնելու, ենթադրում եմ չեմ սխալվում, զգալով այդ ամեն ինչը, ենթադրում եմ չեմ սխալվում, պարեկայինը չի հերիքում, ուղղակի ֆիզիկապես աշխատողները չեն հերիքում։ Դե հիմնականում կանգնում են ամենակարևոր հանգույցներում, բայց օրինակ նույն Կոմիտասը կամ կենտրոնում փողոցներ կան, որ հանկարծ այդ փողոցը փակվում է, խաչմերուկում գալիս են դեղինի տակ անցնում են խաչմերուկը փակվում, կալապս է սկսում լրիվ այդ վերջի մեքենան, որ մտնում է խաչմերուկ եւ կողքի շարքերից մտնում են։ Հա, այդ անկոմեդի տղեկներ էին դրա մասին այտենց սոցիալական գովազ նկարել, որ մի մտեք էլ ժողովուրդը դեղինի տակ կամ եթե տեսնում եք լրիվ խաչմերուկը փակա համարյա, մի հատ է դուք եք գնում այդտեղ մտնում փակում, ոչ մեկ չի շարժվելու, ոչ մեկ դրանից չի շահելու։ Դրա համար ես օրինակ ինձ դե քանի որ ոլորտում եմ աշխատում, այ բիզնեսն է ոլորտում եւ հետաքրքրություններն են ոլորտում, ես քիչ չեմ ինձ հարց տվել, օրինակի համար, եթե դու լինեիր որոշում կայացնողը, ոնց կփոխեիր ինչ որ մի բան։ Չէ, ասենք քննադատելը շատ հեշտ է։
Սա չէ, Սարեն, նա չէ, Կարեն, նա չէ, Կարեն։ Կարեն, Ես օրինակ խոսանք։ ինչ կանեի։ Իմ կարծիքով ես մեծամասշտաբ սոցիալական գովազդ կանեի։ Ինչ որ մի իրավիճակի, օրինակի համար մի շարքից մեկը մտնելու, այսինքն խցկվելու մասին, Հա։ կվերցնեի 1 ամիս խցկվելու մասին գովազդ կանեի, բոլոր հնարավոր կարդացվող մամուլով, հեռուստատեսությամբ, եւ կբացատրեի, որ ժողովուրդ ամոթ է դա, որովհետեւ մենք այն ազգն ենք, որ ֆինանսական տուգանքով մեզ չի կարելի չեն կարողանում բացատրել, մեզ պետք է ամաչացնել։ Բայց ինչի՞ այդպես տուգանքները լավ է աշխատեցին, էլի, որ խաշմերուկի վրա չի կարելի կանգնել ու կամերակա չեն կանգնում։ Չկա այդպիսի բան։ Չկա Կանգնում են այդպիսի մեկը։ բան։ Իհարկե կանգնում են։ Չնայած Երկրորդ շարքում չեն կանգնում։ կանգնում են ու բագաժնիկն են բացում։ Դե, այսինքն պետք է սոցիալական գովազդ անել, հնարավոր 1 ամիս վերցնել, չգիտեմ, խաչմերուկը խցկվողի մասին, արտապատվիրակել ինչ որ հայտնի գովազդային գործակալության, որ ճիշտ կոնտենտով, ճիշտ թարգեթով գովազդ պատրաստեն, եւ ինչի՞ չէ, եթե հնարավոր է բոլոր եւ սեփական մամուլով եւ պետական մամուլով մարդկանց բացատրեն, որ ամոթ է ինչ բանը անել։ Ոչ թե չի կարելի, այլ ամաչացնեն։ Ու անընդհատ մյուս ամիս վերցնեն, չգիտեմ, կարմիր լույսը, դեղինը, նմանատիպ մի բան, շատ բարդ չէ 12 թեմա վերցնել 1 ամսվա մեջ։ Ամեն ամիս մի թեմայի մասին։ Հա, որովհետեւ տուգանքը փաստացի հարցը չի լուծում։ Դե այդ քշելու ոնց որ կուլտուրա է, էլի, որ օրինակ ես իմ որով ասեմ, ես իմ գծով որ գալիս եմ, կողքից ուզում են մտնել, ճանապարհ չեմ տալի։ Շատ աղը իջացել են պատուհան, ասել են գտաս, ասել եմ չէ։ Ասում են ինչի, ասում եմ դու էլ իմ նման կանգնի հերթ սպասի։ Ու մարդիկ ոնց որ մարդիկ են ամաչում, իրան ճանապարհ են տալիս։ Հա, բայց դա մի հոգի չի, 2 հոգի չի, է։ Հա, բայց այս ասեմ ինչ եմ նկատել, շատ մարդիկ սկսել են իրոք ճանապարհ չտան։ Որ շատ մարդ ես է հակառակությամբ եմ մտածում, որ մարդիկ այդ նագլիներին ճամփա չտան, տենց դրանք կքչանան։ Հա, օքեյ, նույն գովազդով կարելի է ասել Ժորժ ջան, ով ճամփա չի տալիս, Լավ տղա։ դու դեմք ես, հա, ճամփա մի Կամ տուր, լավ աղջիկ է։ կամ լավ աղջիկա։ Այսօր բիզնեսի ամենաթանկ արժույթը տվյալներն են։ Իսկ դրանց անվտանգությունը սկսվում է հուսալի տվյալների կենտրոնից։ Մեր ոդկասթի գործընկեր Arc Group ընկերությունը նախագծում եւ կառուցում է տվյալների կենտրոններ համաձայն միջազգային ստանդարտների, ապահովելով անխափան աշխատանք, բարձր անվտանգություն եւ ինժեներական ճշգրտություն։ Arc Group-ը կկառուցի ձեր թվային ակտիվների ամրոցը։ Եթե դուք ներդրում եք կատարում ձեր տվյալների կառավարման մեջ, դուք ներդրում եք կատարում ձեր բիզնեսի ապագայի մեջ։ Arc Group հիմքը վստահություն է, ապագան տվյալներ։ Բայց նկատել եմ օրինակ կանայք ավելի շատ են օրենքները պահում ճանապարհի վրա, քան տղամարդիկ։ Այդ ճիշտ է թե չէ։ Նայեք, նախ կանանց այդպես գերակշիռ մասը երևի թե վերջին տարիներին են վարորդական ստացել, Հա։ ենթադրում, որովհետև ավելի Վերջ մասշտաբային տաներին շատացել, հաստատ շատացել։ գերակշիռ մասը եմ ասում, ովքեր որ մեծամասամբ զարտուղի ճանապարհներով վարորդական ստանալու տարբերակ չեն ունեցել, այսինքն սովորել են։ Հա։ Իսկ տղամարդկանց մեծ մասը լավ մեր սերունդը, ովքեր սովորել են պապիկի գիրկը, հայրիկի գիրկը մեքենա վարել, մեր սերունդի մոտ մի քիչ ուրիշ ձև է եւ մի հատ հետաքրքիր բան կա, մոտոցիկլ վարողներին եթե հարցնեք երբ եք վթարի ենթարկվում, իրենք ձեզ կասեն։ Երբ որ արդեն վստահ են, որ իրենք անթերի քշել գիտեն։ Հա։ Քանի մարդը վստահ չի իր վրա, ինքը լրիվ օրենքով չափերը պահած։ Հենց ինքը վստահ եղա, որ վերջ Շատ լավ քշում։ հանգստանում է, 7-րդ զգայարանը անջատվում է, Իսկ քշողների մեծ ամասնությունը միշտ պատասխանում է, որ իրանք ավելի լավ են քշում, քան մնացածը։ դե բնականաբար, Մեքենա քշողների։ բնականաբար։ Այսինքն տեղից է շատ անգամ մեր սխալներն ա գալու։ Բոլորը ունեն մի հատ պատմություն, որ ձմեռը բոլորը շարված էին, ինքը անցավ մեջտեղից, չէ։ Հա, կա տենց բան։ Բայց մենք մեր մոտ նաև ցավալի ստատիստիկա է վթարների ու հատկապես մահվան դեպքերով վթարների տարածաշրջանում։ Գիտեք ինչքան է։
Անցած տարի 350-ից ավել մարդ է մահացել։ Թվերը նայում 300 պլյուս ամեն տարի մենք ունենք ՃՏՊ-ների զոհ։ Դա սարսափելի ցուցանիշ է։ Գերմանիայում միլիոնին հասնում է շուրջ 15։ 1 միլիոնից 15 մարդ է ՃՏՊ զոհ լինում։ Այսինքն եթե Գերմանիայի նման ըլներ մեր մոտ, մենք կունենայինք մոտավորապես 45 զոհ տարեկան։ Եթե Գերմանիայի նման լինեինք, չէ, շատ կունենայինք, որովհետև մեր ճանապարհները բոլորը արագության սահմանափակում ունեն։ Այս իրավիճակում այսքան զոհ կա։ Իսկ Գերմանիայում, գիտեք, երևի ճանապարհները անսահմանափակ արագության, դա ավտոբանների մասին է խոսքը, ոչ քաղաքների։ Իսկ որ ինչն է էլի խնդիրը, որ այդքան բարձր է, ոնց հասկանում եմ կոմպլեքս է, ճանապարհների գծերը քշելու ահա որ ամեն ինչ սկսված է, նայեք, ճանապարհները բոլորը ճիշտ են կառուցված։ Գերմանիայում, հա, ճանապարհները ճիշտ են կառուցված, կահավորված են իդեալական։ Կահավորում այդ կողքի կահավորում, նշագծում, նշաններ, կահավորում, ընդհանուր լուսավորություն, չգիտեմ, մի շարք բաներ են դրա մեջ մտնում։ Եվ վերջի վերջո շատ լուրջ ավտոդպրոցային կրթություն։ Դա շատ լուրջ։ Այսինքն Գերմանիայում տեսնել 80 տարեկան տատիկ 300 կմ/ժ արագությամբ երթևեկելուց ոչ մեկի չես զարմացնի։ Բավարին Ֆաքստանը։ Արդեն հարցի ուրիշ կողմ։ Այդ արագության տակ ես քշեի, ես ինֆարկտ կստանամ։ Դե ոչինչ, Ամերիկայի նախագահն էլ 80 տարեկանում աշխարհի գերտերություններից մեկն էր ղեկավարում, բավարին ինֆարկտ ստանար։ Դե հա։ Չգիտեմ, մեր մոտ կրթական վիճակը ոնց է։ Հիմա օրինակ դուք որ վերցնում եք ուսանող, ում հետ սկսում եք աշխատեք, որ գնա իր վարորդական իրավունքը ստանա, այդ process-ը ոնց է լինում։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Նախ ասեմ, տեսեք, հաշվի եք առնում մեր ճանապարհների կամ մեր քշելու։ Մենք սովորեցնում ենք մի հատ օրենք ինչ է պահանջում։ Հետո ասում ենք Հայաստանում ոնց են մոտենում այդ հարցին։ Օրինակ, հիշում եք մի պահ, երբ որ շրջանաձև երթևեկություն, կալցևոն սենց ասեմ։ Մի պահ մեզ մոտ ոնց էր, գլխավորը կալցևոն մտնողն էր։ Ահա։ Կալցևոյի մեջինը, շրջանաձև մեջինը զիջում էր։ Հիմա փոխվել է։ Հետո փուլ սկսեցին փոխել։ Կար տեղեր, որ փոխված էր, բայց մարդիկ իներցիայով ըստ սովորության մտնում էին, մտածելով որ ներքինում պետք է զիջել։ Այսինքն մենք ուսանողին բացատրում ենք, որ նայեք, օրենքը սա է, բայց մարդիկ դեռ պիտի սովորեն սրան։ Հա, մինչև այսօր մարդիկ կան, որ չեն։ Մտնելուց ուշադիր եղեք այսինչ բաներին։ Ոնց է կրթությունը մեզ մոտ։ Տեսեք։ Իրականում բավականին բարեփոխումներ անում ոստիկանությունը, ՆԳՆ-ն, ոստիկանությունն էլ չի թե ոստիկանությունն է, թե ՆԳՆ-ն է, ոնց է հիմա ՀԿԲ-ները, չգիտեմ, ոստիկանության տակ է թե։ Հիմա ոչ մեկի համար գաղտնիք չի, որ մեծ հերթեր են։ Տեսական հարցաշարը, երբ որ ուսանողը գնում է վարորդի տեխնացուն գնում է քննություն տալու, օբյեկտիվ է գնահատվում, այսինքն համակարգիչն է գնահատում։ Համակարգիչը որոշում է 20 հարց, 20-ից եթե 18 եւ ավել դրական, մարդը համարում է քննությունը հանձնած։ Գալիս է գործնականը։ Ես ուղիղ 10 տարի առաջ եմ ստացել նույն ձևեր այն ժամանակ։ 20 հարցով չի եղել։ 10 հարցեր ոնց։ 9 ճիշտով 10 հարց։ Այն ժամանակ տեսական հարցաշարը 620 հարց էր, հիմա 1260 հարց է։ Շատացրել են։ Հա, իհարկե, 1260 հարց է, որից պետք է ճիշտ պատասխանել։ Պայմանական 20-ը բացվում է, 20-ից գոնե 18-ին պետք է ճիշտ պատասխանել։ Պատկերացրեք, քանի անգամ է բարդացել ու մարդիկ հիմնականում հասկանում են, պետք է սովորեն, որ կարողանան հանձնեն։ Հա։ Գրեթե իսպառ վերածվել է տեսական հարցաշարին կողմնակի օգնությունը, գրեթե իսպառ վերածված է։ Ինչ որ լինում են տեղեր, լսում ենք, որ տարբեր տեղեր նման դեպքեր եղել են, բայց շատ արագ բացահայտում են, ձերբակալում են, բան են անում։ Դրա համար մարդիկ ստիպված սովորում են։
այդ մի կտորը ոնց որ ասած կարելի ասել հաղթահարված եւ ես վստահ եմ, որ պետքա եւս 10 հարց ավելացնել, այսինքն սարքել 30 հարց։ 30։ Ու Եվրոպայում 60 հարցը։ Վրաստանում 30 հարցը։ Հա։ Ինքը բարդ բան չի, նույն հարցերն է, ուղղակի ինչքան լավ իմանաս, այդքան ավելի հեշտ է ստանալը։ Ինչ վերաբերում է գործնականին, գործնականը խնդիր է, իրոք խնդիր է։ Բոլորի մոտ թյուր կարծիք է ձևավորված, որ տեսուչները կանխամտածված կտրում են ու ասում են դե բյուջե փող են լցնում։ Այդ շատ տեղերից եմ ես լսա։ Իրականում այնքան էլ այդպես չի, ասեմ խի։ Օրինակ մեր ուսանողներից ինչ որ մեկը վարել է 10-15 ժամ գործնական վարումը անցել մեզ մոտ։ Նու Երևանում միջինը գործնական վարման 1 ժամում ուսանողը անցնում է 20 կիլոմետր։ Հա։ Այսինքն 200-300 կիլոմետր մեքենա է վարել, ասում ես գնում եմ քննության։ Շուտ է։ Հա, ես չեմ կարող իրան արգելեմ, ասեմ մի գնա դու պատրաստ չես։ Մա որոշել եմ գնում եմ։ 300 ժամ քշողը, 300 կիլոմետր, 200-300 կիլոմետր 0-0-ից մեքենա վարողը հաստատ ի վիճակի չի քննություն ստանա։ Գնաց մի հատ կտրվեց։ Երկրորդ անգամ որ գնում են, եւս այդքան են նորից մեքենա վարած են։ Էլի Իմ աշկի առաջ կոմենտներն են գալի, որ գրել են ինձ կտրել են հատուկ։ Չէ, դե կարան հատուկ էլ կտրեն, այդ հարցի լրիվ ուրիշ կողմ։ Հիմա դրան եք անդրադառնում։ Չէ, իրոք դրան եք անդրադառնում հիմա։ 10-15 ժամ նորից վարում են անում, նորից գնում են քննության։ Դա էլ է հավասար 2-300 կիլոմետրի։ Այսինքն 600 կիլոմետր վարած մարդը գնում է քննության ու սովորաբար էլի կտրվում է, որովհետև տեսա գործնական քննությունը Հայաստանում առաջին փորձից ստանում են վարորդի թեկնածուների մոտավորապես 10-12%-ը։ Ընդհանրապես։ Այո։ Դրա համար է տենց հերթ էր, էլի երևի։ Երկրորդ փորձը ստանում են մոտավորապես մի դրա կրկնակին 25%-ը։ Երրորդ փորձը ստանում են մոտավորապես 60%-ը։ Ես մի +- 5%, այսպես տենց ոստիկանության ցուցանիշները ձեռքս չի, բայց մոտավորապես շատ մոտիկ եմ թվերը։ Երրորդ քննությունը ստանում են մոտավորապես 60%-ը։ Ու չորրորդը մոտ միջև 85 բարձրանում է, դե 15%-ի համար իրոք բարդ է։ Մարդիկ կան, ովքեր չեն կարողանում վարել, թեկուզ 20 անգամ քննություն տան, հարմար իրենց համար չի դա։ Հա։ Իրոք կան մարդիկ, որ կարող է երբեք չստանան էլ։ Կամ այդ Բայց սովորում։ հա տեսեք, երրորդ փորձ գնացողները միջինը վարած են լինում, միջինը 40-50 ժամ, որը մոտավորապես 1000 կիլոմետր, հա։ Ու այդպես վերև։ Լավ, սենց ասեմ, մի մոտավորապես 1500 կիլոմետր եթե վարորդի թեկնածուն մեքենա վարի գնա քննության, կստանա 99%-ով ստանալու է։ Հա։ Եթե տեսուչին իմաստ չունի տեսուչը կտրի, նույն մարդու դեմքը 3-4-5 անգամ տեսնի։ Դրանից իր աշխատավարձը չի փոխվելու։ Բա ինչ են մարդիկ ասում, որ մեզ հատուկ կտրեցին։ Այստեղ շատ հետաքրքիր է, արդեն գնդակը նետեմ ոստիկանության դաշտ։ Ուրեմն չունեն նորմալ կահավորված քննական ավտոմեքենաներ։ Ինչ է նշանակում նորմալ կահավորը։ Նախ ավտոպարկը շատ հին է քննական։ Որոշ տեղեր իսպառ բացակայում է։ Երկրորդը պետք է ունենան տեսահսկման, տեսաձայնագրման համակարգեր, որտեղ վարորդի թեկնածուն կրիչը կտեղադրի, կտեսաձայնագրի իր քննության ընթացքը, որի հիման վրա կկարողանա բողոքել։ Հա։ Այսինքն տեսուչի հետ կարող է, շուտ չգիտեմ, խոսակցությունը ուղակի չստացվի, ասի կտրվել ես։ Հա, մեր մշակույթը հաշվի առնելով կարա տենց բան լինի իրականում։ Առաջինը դու ես բարևեցի, չէ՞։ Տղա ջան դու կտրվեցիր, խի բարև չտացիր։ Բայց նաև ինչքան գիտեմ, կա կառավարության որոշում, որ 27 թվի հունվարի 1-ից
ամբողջ ավտոպարկը պետք է լինի նորը թարմացված եւ ամբողջ տեսահսկման համակարգերը տեղադրված։ Հա։ Այսինքն, այս ստատիստիկայով որ հաշվենք, եթե ամեն անձը միջինում 3-4 անգամ քննություն է հանձնում, պատկերացրեք հերթերը ուր են հասել։ Եթե այդ թիվը ցածրացնենք, Հերթերը կքչան։ հա, գիտեք, եթե մարդը կարողանա գնա նստի ղեկին վստահ վարի, խնդիրը գիտեք նաև նա չի, որ կարող է այդ գործողությունները անսխալ կատարի։ Տեսնում եք, որ ղեկի դողալով բռնված ղեկից, հա, ասենք թե ճիշտ է կատարել։ Բայց Ստանալու է, հա։ վստահության հարց Հա, է գալի։ Էդ եմ ասում, երևի դրա համար վերջը մի քանի օր առաջ կառավարության նիստում ՆԳ նախարարը փոխվարչապետը Մհեր Գրիգորյանը հարց տվեց ՆԳ նախարարին, որ չեն պատրաստվում ինչ-որ բան փոխել, արտապատվիրակման կամ նման ինչ-որ մի բան։ Ինչպես հասկացա ես ՆԳ նախարարի պատասխանից, ասես փոփոխությունների փաթեթը պատրաստ է։ Փաթեթը չէ, ավելի ճիշտ հայեցակարգ ունեն ինչ-որ փոփոխությունների։ Հա, բայց ել եմ ասում, եթե հարգելի վարորդի տեխնացուներ, ովքեր որ պետք է գնան վարորդական քննության, գործնական քննության, իմ խորհուրդը ձեզ գոնե մոտավորապես 1000 կիլոմետր քշել ճանապարհ անցեք, նոր գնացեք քննության։ Այդ ժամանակ ձեր շանսերը շատ ավելի շատ են, իսկ տեսուչի ձեզ կտրելու շանսերը բազմաթիվ անգամներ ավելի պակաս են։ Հա, դե բայց բան է գալի, ոնց որ մեր մեջ նստածա որ 10 անգամ գնացիր, քշեցիր, մի քիչ քո մեքենան քշեցիր, կարաս գնաս տանես։ Հա, օքեյ, թող իրենց մեքենան քշեն։ Բայց ես տենց եմ արել, ես 3 անգամ գնացի պարապմունքի, մեքենան արդեն առել էի, ընկերոջս հետո որ քշել գիտեր, գնում ենք հատուկ տեղ, որտեղ մեքենա չկա, ու ես քշում եմ ինքը նայում էր։ Ու ահագին տենց պարապելուց հետո ես գնացի առաջի անգամից ստացա, որ հիմա ասում ես, մտածում եմ, որ հա, ես 1000 կիլոմետրից ավել քշել էի։ Գիտեք, հետաքրքիր դեպք պատմեմ, որ ինձ հետ է տեղի ունեցել 2014 թվականին։ 2014։ Այո, 2014 թվականին։ Վաղուց եմ մոտոցիկլ վարել, բայց 2014-ին որոշեցի վարորդական իրավունք չունեի ագետ։ Որոշեցի վարորդական իրավունք ստանամ։ Գնացի Երևանի ՀԿԲ, այն ժամանակ հիմիկվա այդ Երևան պանդոկները փոքրիկ հնդկական Honda մոտոներ ունեին, դրանով էին առաքում անում։ Դե իրենք չունեին մոտոցիկլ, շուտ համբուրգեր պատվիրեցի թե ինչ որ մի բան, ինձ մոտոցիկլներ պետք։ Վճարեցի առաքիչին, ասի մտնեմ քննության։ Ես իմ սաղավարտով ամեն ինչով առաքիչի մոտոցիկլը։ Ես իմ սաղավարտով ամեն ինչով մտա քննության։ Մտա քննության, մոտեցա տեսուչներին, տվեցի թղթերը, ասեցին սկսի։ Այդ իրենց փակ տարածքում ավտոդրոմում ինձ համար այդ մոտոցիկլը քշել ես փակ աչքերով էի կարողանում քշել, խնդիր չկար։ Հա։ Շատ քիչ նշաններով, այսինքն այնպեսի մի բան չկար, որ ես կարող խախտեի, ասենց ասեմ, հա։ Պատվեց եկա կանգնեցի, տեսուչներին շատ լավ ճանաչում եմ։ Ասաց կտրվեցիր։ Ասում եմ, այսինքն կտրվեցի։ Ասում եմ, հա, այնտեղ հոզգից ես կտրել։ Ասում եմ, բայց դու ստեղ նստած ես այդ տնակի մեջ։ Ես այնտեղ ո՞նց եմ հոզգից կտրել։ Բա դե որ ասում եմ, ուրեմն կտրել ես։ Կտրեցին, թղթերը տվեցին ձեռքս, ճամփեցին։ Ճանապարհեցին, գնացի մոտոցիկլը տվեցի առաքիչին, սաղավարտը գլխիցս հանեցի, փրփրած հետ եմ դառնում տեսուչների մոտ։ Գնացի մոտս։ Հենց «Я Ստեփանյան ջան, բարլուս, նոր մի հատ տղա եկեք քննություն տալու մոտոյով»։ Այնպես լավ քշեց, պրոստը տրամադրություն չունեի։ Տվեցին։ Նորից եմ քննում։ Սաղավարտի մեջ չէին ճանաչել։ Շատ խնդրի։ Հոծկից ես կտրել, ասում որտես բնդեղ։ Խայտարակությունը բայց։ Բայց հիմա տենց բան չեն անում։ Դե կբողոք են մարդիկ։ Հա, չեն անի հիմա տենց բան։ Նստած տեկից չի ասի 300 մետր ենքում դու հոծկից ես կտրել։ Հա։ Չէ, միանշանակ ահագին փոփոխություններ եղել է։ Հիմա հիմնական բողոքը մարդկանց այնա որ աննորմալ հերթեր է։
Դե հա, հերթերը նաև աննորմալ է իրականում, ասեմ։ Մարդիկ մեծականակ մեքենայի գնում է կատարվում։ Հա, դա կա։ Այսինքն մեծականակ գնում է կատարվում մեքենայի։ Այդ մեքենա անպայման ուզում եք հետ խոսամ, էլի որ այս տիպի աճը նոր մեքենաների, նոր վարորդների ընդհանրապես դիմանալու է մեր ինֆրաստրուկտուրան էս ամեն ինչին։ Արդեն չի դիմանում։ Քաղաքը օրինակ Երևանում Արդեն չի դիմանում։ Արդեն չի դիմանում։ Առաջի խնդիրը, որ պետք է լուծեն, դա ավտոկայանատեղիներն են։ Ամենաառաջինը գոնե դրանով կկարողանանք փողոցների թողունակությունը բարձրացնել։ Հա, այդ կողքը, որ աճ ու ծաղ կոմերը չեն կարող։ Ավտոկայանատեղիների խնդիրն է ամենաառաջինը, որ պետք է սկսել դրանով զբաղվել։ Դե մարդիկ ասում են, բա որտեղ պարկինգ անենք, որտեղ կանգնենք։ Դրա համար ասում եմ, խնդիրը լուծել, կառուցել, ստորգետնյա, վերգետնյա։ Անցած տարի քաղաքապետարանը հայտարարեց, որ կայանատեղին սարքում ենք 160,000 դրամ, մեքենաները կպակասեն, գծանում չի լինի։ Ես հաճախ չեմ ինչ որ ստատուսներ գրում Facebook-ում, բայց անցած տարի բավականին մեծ դրա մասին գրեցի, հիմնավորում էր, որ դրանով չի պակասելու։ Դրանով չի պակասել, բոլորի աչքի առաջել եղավ պարկովկայի համար ոչ մեկ այնպես չի, չէ՞ որ չի գնում քաղաքի կենտրոն, քանի որ պարկովկեն թանկ է։ Չէ, դե ասում ես 3 ժամով 4 ժամով եմ գնալու գտամ այդ մի 1000 դրամ։ Հա։ Իսկ որ կենտրոնում աշխատում ամեն մեկ իր ծախսը որպես նախ նայեք, պետք է կամաց հասնել նրան, որ ունենալ լավ հասարակական տրանսպորտի ցանց։ Մենք դա չունենք։ Ես ինքս էլ եմ ինձ հարց տվել, օրինակ ես կօգտվեի հասարակական տրանսպորտից, թե չէ։ Շատ կախված լինելով մեքենային, ես ինքս, հա։ 2002 թվականից առ այսօր 23 տարի է, ես իմ ժամանակի մեծ մասը անց եմ կացնում մեքենայի մեջ։ Բայց հիմա ես եթե իմանամ իմ տան դիմացի կանգառ կոնկրետ ժամին ավտոբուսը կանգնելու է եւ իմանամ, որ ավտոբուսը երթևեկելու է ավտոբուսի գոտով, օրինակի համար 2 անգամ ավելի արագ ժամանակում ինձ կհասցնի գրասենյակ, ես պատրաստ եմ նստեմ այդ ավտոբուսը։ Հա։ Ժամանակ կխնայես։ Հա, տեսնեմ, որ ինքը հստակ ասի, որ ոնց որ այլ երկրներում են, հա, այս ժամին գալու է, այսքան տևելու է ճանապարհը։ Բայց այսօր համ 2 ավտոբուսի գիծ ունեն կենտրոններում, այս կողմում, այնքան քիչ է։ Երբ որ կունենանք զարգացած տրանսպորտային ցանց, նոր կարելի է մտածել քաղաքի երթևեկության բարելավման մասին։ Ավտոմատ, իմ նման մտածող մարդիկ շատ են տենց, ես մեծ սիրով կօգտվեի։ Կսկսենք օգտվել։ Բայց օրինակ այսօր առավոտվա դե պատմեմ, մեր փողոց դուրս եկա, հարևանը սկսեց հետս խոսա, տենց բարեբարլուզ բան, մի անգամից ջղայնացած սկսեց բողոքի, ասում եմ, ի՞նչ է, ասում է 40 րոպե ուղիղ կանգնած եմ, տրանսպորտը չկա։ Բայց սովորաբար 15 րոպեն մեկ այդ փողոցով անցնում է տրանսպորտը։ Ախր դա սովորաբարով չպիտի լինի, անկանխատեսելիության մաս սովորաբարով չպիտի լինի հասարակական տրանսպորտը։ Հասարակական տրանսպորտը պետք է գրաֆիկով, չվացուցակով, մետրոյի նման։ Հա, բանը հարևանից այդ Yandex ցույց տվեցի, որ ընդերով կարա նայ տրանսպորտի դիրքը որտեղ է, ուրախացա, ասում լավ գոնե այդտենց կիմանամ, բայց ասում եմ, բայց թող գա էլի, խնդրում եմ, ասում եմ, ես դրա համար պատասխանատու չեմ կներես։ Իմ ընկերներից մեկը դու էլ կճանաչես Խաչիկին Գևորգյան։ Հա։ Մի քանի տարի առաջ ինքը բնակվում էր Ծարավաղբյուրում, տուն գնեց քաղաքի ամենակենտրոնում, ասաց ես տեղափոխվում եմ կենտրոն։ Նու ինքը ի սկզբանե կենտրոնում էր մեծացել Ալեք Մանուկյան, բայց ասել խոշ լավ այլ Ծարավաղբյուր, ասաց ապեր ասաց 20 տարվա խցանումները, տրանսպորտի փողերը եւ փչացածս ներվերը, որ հաշվում եմ իրար հետ, ամենայժան տարբերակը ապրել քաղաքի ամենակենտրոնում եւ քայլել ոտքով։ Հա, իդեալական տարբերակ է։ Ասեց 20 տարվա ծախսը հաշվել եմ
Եվ իմ ասեց ընտանիքիս առհասարակ սկսված ամեն օր դպրոց, ինստիտուտ, չգիտեմ, պարապմունքների զբոսնելու հնարավոր ինչ-որ միջիներ հանել, Հա։ ասեց 20 տարվա մեջ կենտրոնի այս բնակարանը ինձ նվեր է մնում։ Դե այդ հալի կարաս տենց հաշվարկանս իմ մոտիկ ընկերներ են Ինգրադյանը իր տունը վարձովա տվել, կենտրոնում տունա վերցրել վարձ։ 6.5 կիլոմետր շարավիղով Ամենտեղ ոտքով։ Դավիթ Հաշեն, օրինակ Լենինգրադյան, հա, ասենց վերցնենք, հա, 6.5 կիլոմետր։ Նորքի սկիզբը 6.5 կիլոմետր է կենտրոնում, մոտավորապես պիկ ժամերին 45 րոպե գնալն է, 45 րոպե վերադառնալն է, միջինացված։ Դե օրինակ մեր տանից կենտրոնի այդ Մոսկովյան փողոց այդ մեր առաջվա օֆիսը, մեր տանից այդ օֆիս 3.5 կիլոմետր է։ Այդ 3.5 կիլոմետրը երբ որ խցանում չկա, 10 րոպե միջնում է։ Հիմա ես այդ ճանապարհը գալիս եմ, քո ասած 45 րոպեում։ Հա, դե հիմա Խաչիկը ավելի ճիշտ դուրս եկա, որովհետև օրը 1.5 ժամ ավել կարելի է աշխատել։ Հա։ Խցանումների Կենտրոնի հիպոթեկը ավել աշխատել։ Բայց դա էլ էլի խնդիր, որ սա ամեն ինչը կուտակված է կենտրոնում։ Կենտրոնացված է։ Առհասարակ Երևանում է այդտեն շատ ուրբանիզացված։ Հա։ Առհասարակ Երևանում է այդպես։ Բայց ես նաև ընկերներ ունեմ, որոնք սկսել են տեղափոխվել մարզեր։ Դե հա։ Երևանցի ընկերներ, ովքեր սկսել են տեղափոխվել մարզեր, տենդենսը կա։ ասում են Երևանում ապրելը անտանելի է դառել, ու ես տենդենսը հասկանում եմ։ Տենդենսը կա, այո։ Երբ որ բարձրանանք դեպի վերև, նորից եմ ասում հյուսիսային կողմ, որովհետև դեպի հարավային կողմ ոչ մեկ չի գնում, չէ, ապրելու։ Դեպի հյուսիսային կողմ են Հա, գնում։ հիմնականում, հա։ Բարձրանանք թե Առնջի կողմ, թե Զովունի, երեք ուղղություն ունենք, էլի։ Առնջի կողմ դեպի Զովունու կողմ եւ Քասախ-Պրոշյան հատված։ Դե Քասախ-Պրոշյան հատվածը բում ապրեց վերջի տարիներին եւ Զովունին։ Իրականում բում ապրեց։ Հա, ես այնտեղ տուն ունեի, ծախեցի հետ եկա քաղաք։ Պատճառներից մեկն էր, որ շատ էր ճանապարհը երկար տեղ։ Բայց հիմա այնտեղ շատ արագ է զարգանում, որովհետև մարդիկ էս քաղաքային սուետայից հոգնել են։ Հա։ Հատկապես այն մարդիկ, որ կարողանում են իրենց թույլ տան հնարավորություն ունեն այդ on-line տանից աշխատեն, էլ իմաստ չկա այդ անընդհատ այդ ճանապարհը կտրեն, այդ պրոբկեքի մեջ, այդ օդը ու ամեն ինչը։ Հա, վերջը անդորը գոնե, վերջը ձմռանը վերևը ավելի տաք է եղանակը, քան ներքևը, ամառն էլ հակառակը, վերևը ավելի հով է, քան ներքևը։ Իրոք ռեալ տարբերություն կա։ Պլյուս ջուրը, սարից եկող մաքուր ջուր, ոչ թե հարավի արտիզյան ջրերը։ Հա։ Չգիտեմ, բայց այդ մեկը միլիոն մարդու համար կարող է դաժե, չգիտեմ, 800,000 ասենք մարդու համար տարբերակ չի իր տունը կամ բնակվելու տեղը փոխելը։ Նայեք, իմ կարծիքով Երևանից նախ պետք է հանել կառավարությունը։ Բոլորին հանենք։ Բոլորին պետք է հանել։ Կառավարությունը։ Օրինակի համար, չէ, շատ հեռու էլ չէ, պետք չի, ես իմ օրինակի համար պայմանական, միգուցե սեփական տարածքա, բայց օրինակ Արզենու ձորում այն լքված առողջարանների շարքը որ կա։ Ամբողջ կառավարությունը կարող մտնել նմանատիպ տեղ, համ շատ ավելի արագ կաշխատեր իրար մոտ շենքերի մեջ։ Հա։ Համ այդ պետական ապարատը որ կենտրոնից անեին, կենտրոնը կոնկրետ կբեռնաթափվեր։ Եվ ավելի արդյունավետ կաշխատեին։ Դե բանը համալսարանների առաջարկ եղավ, չէ՞ որ քաղաքից Թող համալսարանների առաջարկը չարվի։ Թող նախ կառավարական հիմնարկների առաջարկը արվի։ Ես շատ լավ հիշում եմ համալսարանների առաջարկը, համալսարանական քաղաքը, նախագծեր կար ինտերնետում հասանելի, դրանք եմ տեսել, բայց երևի թե ամենաարագը եւ արդյունավետը կլիներ ամբողջ կառավարությունը վերցնել։ Ինչի՞ չէ, օրինակ Սևանի ափին էլ կան մի քանի մեծ այդ սովետական ժամանակվա պանսիոնատներ կամ հենց Արզենի ձորը։
Արձանի առողջարանների շարքը, որ կարող էին դառնալ իմ կարծիքով կառավարական շենքեր, աշխատասենյակներ, չգիտեմ, նախարարությունները հարկ-հարկ ամենքը մի նախարարություն լինեին, շատ արագ կաշխատեին։ Ինչի՞ չէ որ։ Պատկերացրու եմ ակա խորհուրդը լսեն ու տեղափոխվեն։ Հա, բայց կարող եմ թող գնան նայեն, կարող է իրոք լավ բան եմ ասում։ Երևանին կպած ձորի մեջ սիրուն տեսարանով։ Դա լավ տեղ է, ինչ խոսք։ Իրոք լավ։ Սիրուն տեղ, դե վերջի վերջո կարա ցանկացած աշխատասենյակում փոխնախարարի Արձանի հանքային ջուր կա, չէ՞։ Բուժիչ։ Դե Արսենյանը կպում է, ջերմուկը կնեղանա։ Դե կարող են գիծե ջերմուկ քաշեն, նախարարների սենյակում է թող ջերմուկ լինի։ Հա, բայց չգիտեմ, էլ այդ լուրջ խնդիրներ, հա, որ այսօր մարդկանց կյանքի որակի վրա հատկապես Երևանում շատ է ազդում։ Իսկ այս որ դպրոցները փոխեցին 8-15, դու տարբերություն Կրկնակի խցանում դարձավ։ Ինչի։ Դե այն ժամանակ դուրս էին գալիս 8-ին, որ 8:30 երեխեքին հասցնեն դպրոց, իրանք էլ գնան շարունակեն 9-ին աշխատանքի։ Հիմա մի մասը 7:30 են դուրս գալիս, այն 9-ին գնացողները 8-ին են դուրս գալիս։ Հա, ժամը 8-ին իրար հանդիպում են։ Բոլորը իրար հանդիպում են։ Իմ ճամփեն մի քիչ թեթևացել է, որտեղ իմ ճամփի վրա դպրոցներ շատ կան։ Ես երեխուն ժամը ուղիղ 9-ին եմ վերց հանում, որ 9:30 լնենք մանկապարտեզում, ու 8:50 դուրս ենք գալի, որ 9:30 լնենք, երևի մի 5 րոպե կրճատվել է, որտեղ դպրոցների մեքենաները արդեն չկան։ Նաս երևի կախված է քաղաքի որ կետից որ կետն ես գնում։ Դրանից էլ է կախված։ Ու այդ տարածքում դպրոցներ կան թե չէ։ Այս քաղաքում բոլորը միտեղ են գնում, դեպի կենտրոն։ Հա։ Առավոտյան դեպի կենտրոն, երեկոյան կենտրոնից դուրս։ Կենտրոնից դուրսն էլ օրինակ Խայտարակ, Պորոբկեք ալնում, իմ Արշակունյացի վրա, Դավթաշենի վրա, այդ մասիվի Գազանանոցի տրասը։ Բայց մեկը այդ շատ բացական ազդեցություն ունի մեր բոլորի կյանքի որակի վրա։ Դրան գումարած նաև մեր վարելու այդ վատ կուլտուրան։ Դե նայեք, այդ խցանման մեջ կանգնել է կոնկրետ ծախս ամեն ընտանիքի համար։ Դե հա, բենզինա, ժամանակա։ Բենզինա, ժամանակա, էկոլոգիայի վրա։ Էկոլոգիան սարսափելի է, պլյուս այդ խցանման մեջ կանգնած մեքենայի մեջ ցանկացած մարդ այդ ածխաթթու գազը որ շնչում է այդ CO-ն։ Հա։ Դե կամ է կանցիցաները միացրած է, որը եւս ավելյալ ծախս է։ Դե կամ էլ չմիանշանակ միացրած։ Դե մարդիկ կամ չեն միացնում։ Ես վերջերս ուշադրություն էի դարձնում, անգամ հին մեքենաները, հա, պատուհանները փակ են, տեսնում եմ, որ ժամանակին ու ես երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս, ոնց եմ ժամանակին Երևանում ես առանց կոնդիցիոներ մեքենա վարել, դե չկար նա կոնդիցիոներ մեքենայի վրա, ոչ թե կար չէին միացնում, այլ պրոստը չկար։ Դե հա։ Բայց հիմա չեմ պատկերացնում ոնց են կարողացել։ Դե նաև հիմա ճանապարհներն փոխվել է, ախր առաջ ճանապարհների վրա այսքան մեքենա չկար։ Ճանապարհի վրա որ այդքան մեքենա է եղնում խցանում, ալնում ընդհանուր այդ տարածքի ջերմաստիճանը բարձրանում է, որտեղ այդ մեքենաներն էլ են ջերմություն անընդհատ արտանետում։ Né կամած ինձ թվում է անճարությունից շատերս կանցնենք մոպեդների, հա, մեր հնդիկ բարեկամների նման։ Կանցնենք մոպեդների, ուղղակի Երևանում դա էլ հարմար չի։ Հա, որտեղ ես հնդիկ առաքիչները որ նայում եմ, մեկ-մեկ դες մտածում եմ ոնց որ մարդիկ ինչքան աշխատավարձ պետք է ստանան, որ անընդհատ իրենց կյանքը սենց ռիսկի տակ է, էլի, որտեղ Իրականում վատ չի աշխատավարձը, բայց վտանգավոր է իրանց աշխատանքը, որտեղ մեր վարորդները իրանց չեն զիջում։ Սենց կարող եմ անգամ տեսնում եմ, որ հատուկ վրեքներն են քշել։ Ինչ ասես։ Իսկ այդ հնդիկ առաքիչները բանն են, բրավա։ Նայեք, հետաքրքիր բան ասեմ, ուրեմն անցած տարի
մեզ մոտ ավտոդպրոցում մի քանի հնդիկ դիմեցին սովորելու համար, անգլերեն լեզվով դասընթացներն արեցին, հետո չգիտեմ վարորդական ստացան թե չէ, ինչ որ միտք եկավ, իդեա եկավ, հնդիկ աշխատող վերցնել եւ փորձել այդ հնդկական համայնքի վրա դուրս գալ, հա, որովհետեւ քիչ չեն իրենք, որպեսզի դառնան մեր հաճախորդները, ծանոթների միջոցով, ինտերնետով ինչ-որ հայտարարություններ տեղադրեցին, որ կան միանգամից մի շարք մարդ եկավ, երևի մի 1-2 օրվա մեջ 10-12 հոգի դիմեց։ 10-12 հոգի դիմեց, եւ ոնց որ այդ օրերից մեկը այնպես ստացվեց, որ մեր ավտոդպրոցի դիմաց հանկարծակի հանդիպեցի ՀՔԲ-ների բաժնի բարձրաստիճան պաշտոնյայի, ՀԿԲ-ն ինչա։ հաշվիր քննիչ բաժանմունք, այդ ներքին գործերի նախարարության մռոների, հա, ասեմ, այդ մռոների ղեկավար կազմից մարդ հանդիպեց, որը շատ լավ է հասկանում այդ վարորդականի հետ տրման կարգ, մի խոսքով օրինական, ապօրինյա, դրսում հենց մոտեց խոսում էինք, գործավարուհին զանգեց, ասեց եկել են, ասա թող դուրս գան, դրսում զրուցում էինք, ասի գտած վարորդականը նայեմ, որ եկել են աշխատելու, վարորդականը վերցնում եմ, դե տեսնում եմ վարորդականի վրա ինչ որ վարորդական է, ինչ որ վարորդական, որը գրեթե բոլորին է նույն օրերն էր տպված, նույն օրերը, մի քանի օր առաջ, իրանք նոր էին եկել էլի, եւ վարորդականի հետ զուգահեռ իրենք ներկայացնում են միջազգային վարորդական իրավունք, այսինքն վարորդականի վրա գրված է B դաս, միջազգայինի վրա գրված է A, B, C, D, E, մի խոսքով ամեն ինչ կա, հետո այդ վարորդականը մանրակրկիտ ուսումնասիրելուց, միասին արդեն զրուցելով այդ մասնագետի հետ, տեսանք, որ այդ վարորդականները ընդհանրապես ինչ-որ մի տպագրատանը տպած պլաստմասի կտորներ են, որ մերոնք ոչ մի ձև բազա ստուգելու հնարավորություն չունեն իրանց մոտ, որովհետև եթե անգամ դա իսկական վարորդական է, եթե անգամ նրա մոտ գրված է B, օրինակ, բայց A էր, էլի, ես լավ հիշում եմ A էր այն, եւ տրված է զուգահեռ միջազգային վարորդական, որի վրա բոլոր կատեգորիաները կան։ Այդպես չի լինում։ Միջազգայինը եթե տալիս են, միջազգայինը դա, ասենց ասեմ, վարորդականի թարգմանությունն է տարբեր լեզուներով եւ միայն այն դասն է բաց, որը քո ազգային վարորդականի մեջ գործող դաս է քո համար համարվում։ Թարգմանությունից դու ավելի լավ վարորդ չես դառնում։ Հա, չես դառնում, այո, թարգմանությունից ավելի լավ վարորդ, եւ այդ մի քանի հոգու վարորդական ուսումնասիրելով ակնհայտ դարձավ, որ իրենք ուղղակի չունեն վարորդական իրավունք։ Բոլորը ինչ որ տպած պլաստմասայի կտոր եւ հետը մի հատ ինչ որ թարգմանություն, բայց ես հասկանում եմ, որ մեր ոստիկանությունը դա ստուգելու ոչ մի տարբերակ չունի։ Ասենք այսօր չգիտեմ, Երևանի փողոցներում կարող մի քանի հազար օրինակի համար հնդիկ առաքիչ, որոնք իրական անգամ վարորդական իրավունք չունեն։ Շատ-շատերը արդեն մեքենաներ վարձով վերցրած ունեն, օրավարձով մեքենաներ, շատ-շատերը։ Շատ ամեն օր հանդիպում եմ արդեն հնդիկներ նստած մեքենաների ղեկին։ Հա, ես էլ եմ շուշուց սկսել տեսնել։ Բայց էլ եմ ասում, չունեն վարորդական։ Իսկ օրենքը վերջերս փոխեցին, չէ՞ որ սարքեցին, որ միջազգային վարորդական իրավունքներով եթե Հայաստանի քաղաքացի ես 6 ամիս կկարողանաս քշել։ Հա, նայեք, միջև դա ոնց էր։ Եթե դու Հայաստանի քաղաքացի ես, քո երկրում իրավունք չունեիր մեքենա վարելու միջազգայինով, այլ երկրի վարորդականով։ Հա, այլ երկրի վարորդականով։ Դու եթե Հայաստան, եթե օտար երկրացի ես այլ երկրի վարորդականով, խնդիր չկա։ Բայց եթե Հայաստանի քաղաքացի ես, նաև այլ երկրի քաղաքացի ես եւ ունես այլ երկրի վարորդական, ապա իրավունք չունես։ հա, Հիմա օրենքը փոխեցին, այո, թույլատրեցին ոնց որ 6 ամիս, 6 ամիս էր, հա։ 6 ամիս կարող են վարել, դե իրականում դա լավ փոփոխություն է, որովհետեւ լավ, մարդը ծնվել է Հայաստանում, ունի Հայաստանի անձնագիր, տեղափոխվել է ինչ որ երկիր, համարենք Ռուսաստան կամ Ամերիկա։ Ռուսաստան մեծացել է, ապրել է, ստեղծագործել վարորդական
դպրոց գնացել, ստացել վարորդական իրավունք եւ գալիս է Հայաստան, ուզում է մեքենա վարել, ասում են հոп, ունես Հայաստանի անձնագիր, պարտավոր ես ունենալ Հայաստանի վարորդական։ Հա։ Հայաստանի տեղը չգիտի, առաջ անգամ եկե։ Կամ ինչի պիտի ունենա Հայաստանի վարորդական։ Դե մյուս կողմից մտածում ես, որ եթե ստեղ ես քշում, մեր համակարգը պետք է հաստատի, որ դու քշել գիտես օրինակի համար։ Որ տենց ինչ որ ավելի կոռումպացված երկրում չգնաս քո պրավեն առնես, իսկ համոզված եմ։ Նայեք, Վիեննայի կոնվենցիա կա, անդամ պետություններ կան 68 թվին ստորագրված Վիեննայի կոնվենցիա կա, որոնք պարտավոր են փոխադարձ ճանաչեն միմյանց վարորդական իրավունքները, տենց պարզ չի էլի ամեն ինչ։ Դե հա, եթե իրենք չեն կարողանում ստուգել կոռումպացված երկրի ծառացա թե չէ, դա չի նշանակում, որ այդ մարդուն պետք է ասեն մեքենայի բարի։ Բայց շատ խնդալու է, չէ՞ որ ասում եք կոռումպացված երկրում մենք այտենց աշխարհի ամենազարգացած երկիրն ենք, մեր մոտ ոչ մեկ պրավա չի առել։ Պրավեն ու հաց չի առնել։ Հա, ժողովրդարության բաստիոնում պրավա չեն առնում։ Նայեք, իրականում նենց չի հիմա սրբադասում ենք, բայց համակարգված չի դա։ Եթե ինչ-որ մեկը փորձում է պրավա վաճառի, Չէ, կա դեպքեր, մեկ-մեկ լսում ես, որ ասում են օրինակ, չգիտեմ, այստեղը բան կարաս, եթե ծանոթ խառնես, մի 10 անգամ հա, 2 ամիս հետո բռնում են։ Հա, դեպքեր ելնում է, որ բռնում են։ Չէ, միանգամից բռնում են։ Կարճ ժամանակ հետո ու այդքան պարզ չի։ Բռնեցին, այդ ընթացքում վարորդական ստացածները վարորդականի կոդի մեջ երևում է ով է տվել այդ վարորդական, ով է ստորագրել քո համար։ Հա։ Սիրուն, մի տարի հետո էլ, 2 տարի հետո էլ բացում են, տեսնում են, այս ինչ անա բռնվել է, այդ օր այդ ժամին ստորագրել է ձեր համար քննության։ Հերթով սկսում են կանչել։ Հա, ասենք կանչում են ու Բա իհարկե։ Բա իհարկե։ Իսկ այդ հներին ինչա սպասվում։ Որ։ Օրինակ, չգիտեմ, 5 տարի առաջ կամ 10 կամ 20 Դե նրանք արդեն բռնված են։ Չէ, այն ժամանակ իրականում բայց դու հիշում ես առաջ ոնց էր որ մարդիկ ասում էին ավելի լավ է տանենք այդ փողը տանք, արագ ստանանք, քան մեզ 850,000 անգամ։ Չէ, հիմա էլ են ասում դա։ Դա հիմա էլ են ասում։ Ուրեմն հետաքրքիր բան ասեմ։ Ես երբ որ սկսեցի արդեն ավտոդպրոցի բիզնեսով զբաղվել, 10 տարի առաջ, ուրեմն ինձ մոտ սովորելը ավելի թանկ արժեր, քան պրավա առնելը։ Քան վարորդական գնելը։ Երբ է սկսել 2015-ից արդեն կոնկրետ սկսել եմ դրանով։ Հա, ժամանակ տենց ինչքան էր 120-ից 150,000 անգամ չէր պրավեն։ Հա, ինձ մոտ սովորելը 155,000 էր։ Այնտեղ 5,000 տանգ 155,000։ Նայեք, գալիս էին այն մարդիկ, ովքեր իրոք ուզում են սովորեն։ Առնելու տեղը բոլորը գիտեին։ Ու մի հատ էլ ուրիշ բան ասեմ։ Այն ժամանակ ծնունդ կնունքներին լիքը նվեր էին ստանում վարորդական։ Մեր խմբեր, այո, մեր խմբերում նստած խմբերի կեսը վարորդականը ձեռքներն էր, որ գալիս էին դասի։ Այն ժամանակ ասեմ, վարորդականը առնում էին, հետո գալիս էին դասի։ Վաղուց ունեին, ինչ որ միտեղից ունեին, հա հոպարներ նվեր։ Հա, ինչ որ մեկը տվել էր ու գալիս էին դասի։ Այն ժամանակ շատ լավ էր, որովհետև ուսանողը կոնկրետ գալիս էր սովորելու, առնելու ձևը բոլորը գիտեին։ Բայց եթե ընտրել էին մեզ, այն ժամանակ կարելի էր հաշվել, այդպես մատների վրա կարամ ավտոդպրոցներ հաշվեմ։ Հա։ Հա դե բայց այդ ամեն ինչի արդյունքն է, էլի, որ այսօր sense ահավոր վիճակում է, որ այդքան զոհ ունենք, որ այդպես խայտարակ ձև։ Գիտեք, այդ զոհերի քանակը պրոգրեսիվ է, ամեն տարի գրեթե նույն չափն է եղել վերջի քանի տարին։ Հմ։ Տատանվում է 5-10% վերև հիմնականում։ Դե ուրեմն նշանակում Դե մեքենաներն էլ են, շատանում քչացել է։ Մեքենաներն էլ են շատանում։ Հա, հա։ Իսկ հավատում ես, որ մի օր իրոք կարա հասնի նրան, որ ոչ մեկս էլ չքշենք։ Օրինակ այդ Ես քշել self-driving մեքենաներ, ավտոպիլոտներով լրիվ փոխեն աշխարհը։ Նայեք։ Եթե սա աշխարհը փոխեն, անգամ այսօր դեռ Երևանի քաղաքապետարանին փոխելը դժվար է լինելու։ Շրջադարձի նշանը ծառի հետ է։
Ակցելացա։ Տեսլան չի Հիմա նայեք։ Կոմունալի աշխատող կա։ Ճուղ կտրելու մկրատ ունի։ Աշխատավարձը ստանում է։ Դա ծախսի հետ կապված չէ կտրելը։ Չէ, էֆեկտիվ աշխատանքից է կախված։ Հետևողականություն չկա։ Կա։ Այդ սա դա միակ բանն է, որ ինձ չեն կարող համոզեն, որ ինչի մեր մոտ կահավորված չի ճանապարհները։ Դա գումարի հետ գրեթե կապված չի։ Չէ, դե բայց ճանապարհները կահավորելը թանկ հաճույք է։ Ճիշտ այդքան լավ ժեշտ չունենք, թե նշանները, որակով ներկերը, մարդիկ որ այդ ամեն ինչը կանեն կներկեն։ Եղած է, կարելի է ուղղակի այնպիսի տեղ դնել, որ ֆիզիկապես տեսանելի լինի։ Կարելի է։ Աշտարակի խճուղի ամեն երկրորդ շրջադարձի նշանը տեսնում ես անցնելուց հետո։ Դեպի Սևանի մայրուղի, դեպի Եղվարդի կողմ։ Շրջադարձի նշանը դրած է հենց շրջադարձի վրա նոր գեղեցիկ տնկած ակացիայի հետևը։ Լավ փարթամ, սիրուն ծառա, շատ սիրուն։ Բայց չես տեսնում։ Դեռ գտեղ գալիս է արդեն ինչքան լավ են այդ պոակները կամ տենդերներ շահողները իրանց աշխատանքը անում կամ ոնց են քաղաքապետարանները կամ կապ չունի ով պատվիրել այդ աշխատանքը հետևում կամ ընդունում Իմ կարծիքով միակ խնդիրը հետևողականության մեջ է, որովհետև տենդերը մեկա լինում է, մեկը հաղթող կա, ընդհանրապես ընդունողը պետքա լինի հետևողական։ Բայց այդ ընդունողն է կարող է ատկատ ունի դրանից։ Դե հիմա դա կարող է եւ չէ, չգիտեմ։ Դժվար դրանից ատկատ ունենալը, ասենք, կարող է եւ ունի, բայց չեմ կարծում, որ եթե իր տեղ բնութագրով տրված է 100 մետրին շրջադարձի նշանը չլինի, նշանը հաստատ դրած կլինեն։ Կարող է մի քիչ անորակ ներկով ներկված լինի, ոչ թե ալյումինից թիթեղի վրա լինի, այլ չգիտեմ, սև երկաթից, բայց ֆիզիկապես հնարավոր չի նշանը չլինի։ Իսկ այս նոր փոփոխությունները, որ քաղաքում արվում է, օրինակ որ Սարյանը միակողմանի դարավ ավտոբուսի առանձին գծերը։ Սարյանը լրիվ դատարկ է, Մաշտոցի պողոտան խցանում։ Օրինակ վերջերս էի նայում դրան, իմ կարծիքով Մաշտոցի պողոտայից պետք էր հանել ավտոբուսի մի գիծը, տանել Սարյան, հակառակ իջեցնել։ Մոսկովյանի նման։ Հա, Մոսկովյան մի գիծը հակառակ ուղղությամբ ավտոբուսը դնել լավ աշխատում։ Ավտոբուսի գիծ Մոսկովյանը բավականին լավ է աշխատում։ Հա, ինչ Սարյանը միշտ դատարկ է, Մաշտոցը որպես գլխավոր փողոց դեպի ներքև իջնողը միշտ խցանում է։ Օրինակ կարելի էր փորձել ավտոբուսը հանել, մտցնել Սարյան, հակառակ իջեցնել ավտոբուսը եւ այդ ժամանակ Մաշտոցն էլ նորմալ կաշխատեր, Սարյանը այսօր ունի Զագրոսկի 25%, Մաշտոց իջնողը 125%։ Հա, հիմա Մաշտոց ցանկացած օրվա ժամը երևի մինչև գիշերը 12-ը։ Սարյանը ունի իր թողունակության 25%-ի զբաղվածություն, իսկ Մաշտոցը 125%-ի։ Հա։ Ու պլյուս օրինակ Բաղրամյանից եթե առաջ հանգիստ մտնում էր Սարյան, հիմա պետքա լրիվ պրոսպեկտով իջնես ներքև, Ամիրյանի Խաշմերուկից կամ այդ Մալիբուի այգուց աչանես։ Ուղղակի հաջորդը ինձ թվում է պետքա գալ նրան, որ ավտոբուսի համար նախատեսված գոտիները լինի ոչ թե ավտոբուսի գոտի, այլ հասարակական տրանսպորտի գոտի։ Տաքսիները, բայց դրա համար ուղղակի տաքսիներին տարբերել է, չէ՞, պետությունը։ Տաքսիներն էլ այսօր առանց լիցենզիա Չէ, հենց այդ եմ ասում։ Այն ընկերությունները, ովքեր ուզենան ավելի արագ ուղևորափոխադրում կազմակերպեն, հանեն որոշակի լիցենզիա, որոշակի պետհամարանիշեր հասարակական տրանսպորտի համար նախատեսված, որը տարիներ առաջ կար, հա, տաքսիներն իջնում են, դեղին համարներ ու ինչ որ դες բաներ կար։ Դեղին համարներով էին, հա։ Հիմա թողնեն տնտեսվարողի հայեցողությանը։ Այն ընկերությունը, որ ցանկանա,
վերցնի այդ լիցենզիան, տեղադրի այդ համարները եւ իրավունք ստանա երթևեկել հասարակական տրանսպորտի համար նախատեսված ուղիներով։ Այդ բանը Մոսկվայում տենց է, որ պատմություններ եմ լսել, չգիտեմ ինչքան ճիշտ է, չէ, որ հարուստ հայեր համոզված են ռուսներն են տենց բան են անում, տաքսի սերվիս են բացում, այդ սա հարկեր է տալիս են ու իրանց մենակ իրանց ավտոն է, այդ տաքսի սերվիսը հանգիստ քշում են այդ Դե մի ժամանակ շտապօգնություններ էլ էին պահում։ շտապօգնություն այդ արդեն էքստրիմ է։ Հա, բայց ինքը աշխատող մոդել է։ Որովհետև տաքսիով գնաս այսօր, ավտոբուսով, թե քո մեքենայով, նույն պատմությունն է։ Չես Հա, ասում։ բայց եթե տաքսիով կամ հատուկ տաքսիներով լիցենզիա ստացած ու ավելի շատ հարկ կտա, որը քաղաքին օգուտ կլինի ու հասարակական Հա, ուղղակի տրանսպորտով փոխադրումները կարող որոշակի թանկ լինի, 10% թանկ լինի։ ու հասարակական տրանսպորտով եթե դու ավելի արագ հասնես, հա շատերը մեքենայից կհրաժարվեն։ Եթե չեմ սխալվում, Հայաստանում շուրջ 100,000 տաքսի կա։ 100,000։ Հա չնայած տղամարդկանց ամենամեծ զբաղվածությունը հենց տաքսին է։ 100,000 տաքսի կա հանրապետությունում։ Շուրջ 70,000 կարծեմ Yandex-ինն է։ Մնացածը GG-ն ու Հա, մնացածը։ GG եւ մնացածը։ Անհատ մեքենա վարողները։ Հա։ Օրինակ, լավ, տաքսին վերցնենք օդանավակայանը։ Բոլորս գիտենք, որ օդանավակայանում տարիներ շարունակ այդ անհատ տաքսու վարորդների հետ կապված պետությունը միշտ խնդիր է ունեցել։ Դե խիվենակ պետությունը սա խափում էին։ Հա, չէին կարողանում, չէ՞։ Այդ ոլորտը կարգավորել։ Մտավ մի հատ ընկերություն, Էկոտաքսին։ Հա։ Ստացավ լիցենզիա, ինքը դիմեց, ստացավ լիցենզիա։ Հիմա օդանավակայանի օֆիցիալ տաքսին է եւ օրենքի ուժով ինքն է հետևում, որ այդ անհատ տաքսիստները չկարողանան մտնեն, խանգարում են, մի խոսքով ոստիկանություն են դիմում, բավականին երկար պայքար եղավ, բայց հիմա արդեն հանգիստ գալիս կանգնում են, այն ժամանակ ասում են, էլ հայհոյում էին վարորդներին, Դա կռիվներ է։ հա, էլ ճնշում այդ լիցենզավորված տաքսի սերվիսի վարորդներին։ Բայց այսօր դուրս ես գալիս, դիմացդ կանգնած են, նորմալ սպասարկում, էլեկտրոմոբիլներ նոր, կարողացավ անի։ Հիմա հաջորդ փուլը նման ընկերություններին, եթե հնարավորություն տան վերցնեն որոշակի լիցենզիա, ինչ որ պետհամարանիշեր տրամադրեն հատուկ, իրավունք ունենան երթևեկել հասարակական տրանսպորտի համար նախատեսված գոտիներով։ Իսկ քո կարծիքով ինչ փոփոխություններ դրանից բացի կարելի է Երևանում անել, որպեսզի իրավիճակը մի քիչ դրական փոխվի, ճանապարհների վրա այդքան ներվ մեկ է ժամանակ չկորցնենք։ Օրինակ ես իմ օրինակով բերեմ, ես ամենաշատ օրվա մեջ ներվայնանում եմ տանից գործի իջնելու ու գործից տուն գնալու։ Այդ պերիոդին ոնց որ ուրիշ մարդ լինի իմ ավտոյի այդ ընթացքում, որտեվ բոլոր ոնց նայում ենք, բոլորը ներվայնանում են։ Էլ եմ ասում, վերջերս ես որ նայում եմ, ամենանորմալը աշխատում է այն խաչմերուկները, որտեղ պարեկային է կանգնած։ Հա։ Իմ կարծիքով ավելի շատ խաչմերուկներում պետք է կանգնացնենք պարեկային։ Մինչև դες նորմալ քշելը սովորեցի Հա, միջև կարողանան մարդիկ, ասենք, սովորեն ոնց անեն դա։ Հաջորդ փուլը, էլի եմ ասում, ես մեկա սոցիալական գովազդի կողմնակիցն եմ։ Ինչի՞ չէ։ Տուգանքը հասարակական աշխատանքի ձևով։ Հա։ Ինչպես Ամերիկայում են անում։ Էնպես չի, որ հնարավոր չի կարգավորել։ Մարդիկ մի քանի 100 միլիոնանոց, միլիարդանոց պետություններում երթևեկություն են կարգավորել։ Ինչի Հայաստանում հնարավոր չի երթևեկություն կարգավորել։ Իսկ հնարավոր է։ Իհարկե հնարավոր է։ Դե շատ անգամ բան օրինակ Վալենսիայի օրինակն եմ, որ Երևանից փոքր քաղաք է, բայց համարյա նույն բնակչությունը ունի ու շատ քիչ է պրոբկե քլնում։ Այդ օրինակն եմ շատ լսել, որ
կարողացել են ճիշտ կազմակերպեն քաղաքի։ Traffic control։ Հա։ Հիմա Երևանի քաղաքապետարանը ոնց հասկացա ինչ որ միջազգային ընկերության հետ է աշխատում, որը նախագծում է այդ տրանսպորտային մեկ է քաղաքի տարբեր երթուղիներ, որը պետք է հեշտացնի քաղաքի տրաֆիկի վիճակը։ Ես էլ եմ նման բան լսել, բայց հստակ չգիտեմ որ ընկերության հետ ու ինչ են անում, բայց ենթադրում եմ որ դժվար չի տենց ընկերություն գտնելը։ Հա։ Միգուցե ծախսային կտորային այնքան թանկ լինի, որ չկարողանան անեն։ Դե նախ այդ consulting-ը Smart լուսացույցներ է պետք ունենալ, որ լուսացույցներ ինչ որ կառավարման կենտրոն ունենան, որ կառավարման կենտրոնից, չգիտեմ, լուսացույցը հաշվի, տրաֆիկի չափը որոշի այդ խաչմերուկի թողունակությունը, AI-ով աշխատող խաչմերուկներ կան։ Հա, բայց բանը օրինակ հիմա այդ փոփոխությունները շատ ենք բողոքում, բայց մյուս կողմից ես մի քիչ այդ ամենին լավ եմ նայում, որովհետև գոնե սկսել են փորձել ինչ-որ փոփոխություններ անեն։ Նայեք, ես օրինակ փոփոխություններից չեմ բողոքում հիմնականում, ասեմ ինչի, որովհետև փորձելով է ճիշտ ձևը գտնվում։ Հա, գտնվում։ հենց դա, պետք է մի քիչ Հա, ինչ որ մի բան պիտի լինի։ Ասենց ընդունենք, որ պետքա փորձեն, կարող է չաշխատի։ Հա, ես ինքս առաջին անգամ, երբ որ Արգիշտի փողոց մտա, որ արդեն ավտոբուսի գիծը առանձնացրել էին, չէի նկատել, որովհետև սովորության համաձայն էի գնում, ոչ թե նշան նայելով։ Հա, սովորության Հա, 20 տարի նույն ճանապարհն եմ անցնում եւ մի օր նշան այնտեղ հայտնվե, ես մեկա սովորության համաձայն եմ գնում, զգում եմ ավտոբուսը հեսա խփում, ասում ինչ եղավ այս վարորդին։ Ինչ ուզում ինձ անից, նայում եմ ինչ որ ուրիշ ձև է երթևեկությունը։ Բայց հիմա արդեն մի քանի օր կոնկրետ խցանում էր այդ քաղաքապետարանի կտորում, հիմա տեսնում եք արդեն աշխատում է, մարդիկ սովորեցին։ Հա։ Հա, Մոսկովյանն էլ էր այդպես։ Մոսկովյանն առաջ փողոցներից էր, որ միակողմանի սարքեցին, հիմա սովորեցին։ Մի քանի օր առաջ քշում էի ու տեսա, որ ձաղգծով որ ավտոբուսը պրոցիվ գնաց, դաժե ուրախաց ասի, ջան, ես ինչ հետաքրքիր ձև են մտածել, որ հա, ասում այդ նույն ձևի պատկերացնեք Մոսկովյանով գնա մտնի Սարյան։ Հա, ու Սարյանով Իշնի փակ շուկայի դիմացով դուրս գա։ Հա։ Այտենց շատ լավ։ Անկամ եթե դու պրոսպեկտ ես իջնելու աշխատանքի, Սարյանից պրոսպեկտ այտենց երկու քայլ էլի արագ իջնում ես։ Որտեվ օրինակ եթե արի օգտվենք միկրոֆոնի տված հնարավորությունից, հա, եւ տեսախցիկի։ Հարգելի քաղաքապետարան, խնդրում եմ փորձեք Սարյան փողոցում Մաշտոցով դեպի ներքև իջնող ավտոբուսի գոտին բարձրացրեք Սարյան, որովհետեւ Սարյանը շատ դատարկ է, իսկ Մաշտոցը դեպի ներքև միշտ խցանված։ Փորձեք, եթե չստացվի, նորից կտեղափոխեք, բայց համոզված եմ կստացվի։ Հա, հետաքրքիր փորձ կլինի։ Կարա ստացվի, որ լոգիկ մտածում ես կարա ստացվի, բայց կարող է մենք դրանից ոչ մի բան չենք հասկանում։ Չնայած դու մասնագետ ես, ես չեմ հասկանում, ես սովորական վարորդի նման բողոքում եմ ամեն ինչից։ Չէ, բողոքելը հարցի լուծում չի։ Դե բնականաբար հետագայում արդեն քաղաքի զարգանալու մեծանալու հետ բնականաբար կարիք կլինի մետրոյի կայարանների ժամանակին, բայց հիմա մետրոնն էլ որ նա ես մի քանի օր առաջ նստեցի մետրո, լավ ծանրաբեռնված էր, ասենք շատ ավելի շատ մարդ էր օգտվում, քան օրինակ 5 տարի առաջ։ Մարդիկ իրոք սկսել են ավելի շատ օգտվել ու ես ու շատերի մոտ նկատել եմ պահելաձևա փոխվել Երևանում, դու գնում ես եթե կենտրոնում ինչ-որ մի տեղ կտար կանգնելու, այդտեղ կանգնում ես, տեղից էլ դուրս չես գալ։ Ցերեկը հանդիպումները ես կամ ոդկով եմ գնում։ հա, այլ տարբերակ չկա։ Կամ Իսկ դու գիտեք, որ սովետական միությունը, ոնց որ ասած, դա արդեն կանխատեսել էր, կոնկրետ Հայաստանի համար ասեմ, ուրեմն Հայաստանի համար նախագծվել է աշխարհում ամենաառաջի մագլևը, գնացք մագլևա կոչվում, մագնիտնայ լևիտացիա, եւ կառուցվել է մասամբ։ Այդ նոր տեխնոլոգիաները չէ, որ շատ արագ այդ գնացքները։ Այդ գնացքը հիմիկվա Դուբայի գնացքը, լավ sense ասեմ, որ մագնիսնի ռելսերի վրա կախվում է։ Հիմա որ ասեմ կարող է հիշես Նարեկ ջան, դրանց ծյուները որտեղ էր։ Այդ գնացքը պետքա շարժվեր հիմիկվա
Տեցի կռուկ, որ ասում ենք այնտեղից, միջև Աբովյանի միկրոներ, Աբովյան քաղաքի։ Հա, տենց երկար։ Հա, որովհետև Աբովյանը պետքա լիներ Երևանի այդ արդյունաբերական մասի սպալնիկները։ Հա։ Ուրեմն դրանց սյուները արդեն տեղադրված էր։ Սրանից մի 10 տարի առաջ որ հիշեք, Բալահովիտի մեջ, Բալահովիտը որ դեպի Աբովյան ես գնում, գծեր կա, ասես գնացքի գծեր կա անցնում ես։ Ձախ թևի վրա լատինատար V տառի նման սյուներ կային, այսինքն։ Այդ հիշում եմ, հա։ Այսինքն շարած։ Այդ սյուները Մագլևի սյուներն էր։ Ինքը բավականին երկար տեղ կառուցված էր։ Ինքը այդ Մագլևը, մագնիտի լևիտացիայով գնացքը, ինքը պետքա Աբովյան միկրոներից գնար դեպի Տեցի կռուկ։ Այսինքն մարդկանց առավոտյան դաժե հաշվարկ կար 15 թե 20 րոպեին պետք է հասցներ աշխատանքի, այդ ընթացքում հետ տաներ, նույն ընթացքում։ Հա, պատկերացնում ես, եթե դեռ ինչքան մարդ Երևանից կտեղափոխվեր Աբովյան։ Հա, իհարկե։ Ավելի հանգիստ։ Հա, հիմա ցանկացած նման արագընթաց գնացք որ լիներ, Աբովյանից էլ ինչի՞ չէ, Չարենցավանից կամ Հրազդանից։ Եթե մենք արագընթաց ճեպընթացներ ունենանք, այն իսկական 300 կմ/ժ արագություն զարգացնող, որը 10 րոպեում կմտնի Երևան, ինչ խնդիր կա։ Հա, հանգիստ կամ Չարենցավանում կապրես, հա։ Աբովյանում կապրես։ Անգամ Սևաննը շատ արագ։ Բայց դա ժամանակին կառուցվել է։ Հա, բայց դες օրինակ այդպես մեծ բաներ հիմա մենք չենք մտածում։ Երևի կամ բյուջետ չկա, կամ չգիտեմ, օրինակ ես չեմ լսել, որ ինչ-որ անգամ ինչ-որ քաղաք, օրինակ նա ընտրություններից առաջ շատ քաղաքական ուժեր Երևանի քաղաքապետի ավական ընտրությունների մասին է խոսքը, առաջարկում են Ճոպանուղին վերականգնեն։ Միշտ դա առաջարկում են։ Հա, Միշտ առաջարկում են, ոչ մեկ չի անում։ Բայց երբեք չես լսի, տենց որ եկեք ինչ-որ նոր լուրջ ինֆրաստրուկտուրնի պրոյեկտ անենք, որ օրինակ Երևանից կարող է 100,000 հոգի մարդ գնա Չարենցավանում կամ Սևանում ապրի ու այնտեղ է ինֆրաստրուկտուրան։ Օրինակ իմ կարծիքով Ճոպանուղու պրոյեկտը քաղաքի երթևեկության վրա ոչ մի դրական ազդեցություն չի ունենա։ Լավ 2-3 վագոն օրինակի համար։ Կորյուն Հերացի արանքտա չէ, Հերացի վրա է Ճոպանուղին մեր։ Բարձրանում էր Նորք Մարաշ, հա, միջև ամենավերևի կետը, ինչքան գիտեմ, որ արդեն ուղղվում էր Մարաշը, այդ կետն էր։ Այն բանի հյուրանոց կա կողքը։ Նայրին։ Հա, Նայրի հյուրանոցի մոտ։ Վերջի կետը Նայրին, հա։ Չէ, կներես նախավերջինը, դրանից հետո գնում էր դեպի ոնց որ ամենավերջի կետը Գարեգին Հովսեփյանը անցնում էր այդ Տելեստուդիայի փողոցը։ Հա, մի դրանից վերև մի հատ է կար։ Ինչքան մարդ պիտի դրանից օգտվեր։ Դե, բայց եթե նայես այդ Մարաշի այդ հիմնական փողոցը որ կա, ինչ էր դրան ունը։ Վայ, մտքից թռավ։ Այդ փողոցն է իրական Երևանի շատ ծանրաբեռնված փողոցն է։ Լավ, օքեյ, մի հատ մասիվից շատ մարդիկ։ Հա Ճոպանի վրա կախված 2-3 վագոն է։ Դե կարելի է շատ։ Հարցի լուծում չէր լինելու։ Ինչքան շատ պիտի լիներ։ Դե նայ, օրինակ պատկերացրա մասիվից այսօր 100-ավոր, հազարավոր մեքենաներ ոչ թե այդ գազանոցի տրասով են իջնում, այլ գալիս են Մարաշով են իջնում։ Ես Ճոպանուղու նեղ մասնագետ չեմ, բայց կարծում եմ մի զույգ վագոններ պետք է լինեին ենթադրաբար։ Հա։ Պատտվող չէ, որ մեկը այս կողմն է, մեկը այն կողմն է, ու իրար նույն հեռավորության վրա լավ թող 6 հատ վագոն լիներ 20 հոգանոց։ Ինչ էր անելու։ Չգիտեմ։ Պատկերացնում ես ինչ մեծության Ես այդ ավտոկայանատեղեր պետք լինելու, ինչ մեծության։ Մարաշի գլխին դες մեծ ավտոկայանատեղի, որ մասիվից ու Մարաշից մարդիկ ընտեք։ Սարսափելի մեծ։ Բարդ խնդիրները։ Դե լավ կլուծեն, հա, մի օր շուտ, մի օր ուշ։ Չգիտեմ, կարող է շատ ավելի մեծ բան ա պետք, որ իրոք մարդիկ Երևանից դուրս սկսեն գան։ Օրինակ, գիտես ինչ եմ նկատել, եկամտահարկի օրենքը, որ Երևանից դուրս է եկել, մարդիկ իրոք սկսել են Երևանից դուրս տուն առնել։
Եթե հիպոթեկով են առնում, արդեն Երևանից դուրս են առնում, որովհետև Որովհետև ձեռք է տալիս։ հա, ֆինանսապես ձեռք Ձեռք է տալի։ տալիս։ Այսինքն մի հատ փոփոխությունը կարող է բերել Փոփոխություն Երևանը արգելելն էր։ հա, Երևանը փակեցին, դեպի մարզեր աշխատեց։ Իրական շատ լավ է։ հա, բայց մյուս կողմից բան ենք դարը, այդպես քաղաք պետություն ենք դարը։ Երևանի Երևանի շրջակայքն է, բայց տնտեսական ակտիվությունը մեծամասամբ Երևանում է։ Փոքր քաղաքները, այո, իրականում ծանր վիճակում են։ Դե իհարկե Գյումրին որոշակի ուրիշ ձև է, բայց դե Գյումրին մի քիչ ակտիվացրեցին туриզմի համար, բայց մեկը Գյումրի էլ այդ հիմնական փողոցներից այն կողմ տուրիստական ակտիվություն չկա, մարդիկ ապրում են ոնց որ ապրում են էլ իրենց քաղաքում։ Իջևան երեկոյան ժամը 7-ից հետո քաղաքը քնած է։ Վանաձորում էլ է այդպես։ Չնայած Վանաձորը երեկոն ակտիվ է, մարդիկ Իջևանը երեկոյան մութը ընկավ, քաղաքը քնած է։ Լավ էլի։ Օդը մաքուր է, թթվածին։ Ես կուզեի Երևանը տենց լինի։ Երևանը չի քնում։ Երևանը չի քնում։ Խնդալու պատմություն պատմեմ, այդ չքնելու վրա։ Ուրեմն ամեն տարի ես ծննդիս օրը քանի տարեկան դառնում եմ, այդքան կիլոմետր վազում եմ։ Ուսորաբար քանի որ արդեն 30-ից անցած տարի սկսեցի այդ տարածից, անցած տարի 35 վազեցի, այս տարի 36։ Ուսորաբար այդ երկու անգամն եղել է աշխատանքային օր, որ հետո գնամ գործի, այտենց շատ շուտ է սկսում առավոտ 5-ին։ Առավոտ 5-ին 5:30 որ դուրս ես գալի վազելու։ Այդ նույն ժամանակ կլուբներից ու ռեստորաններից մարդիկ դուրս են գալի։ Որտեղ երկու տարբեր աշխարհ է իր հանդիպում, այդ մարդիկ այս վերջի անգամ ձորով էինք վազում, այտենց շատ լուրջ թարս էին նայում, որ այս ովքեր են այս գիժերը առավոտ 6-ին հելել են վազելու 5-ին։ Այդ քո ասացի վրա որ քաղաքը չի քնում։ Երևանը մեգապոլիս է դարել Երևանը։ Մինսկում եղել ես։ Հա։ Ժամը 4:30-ին քնում է քաղաքը։ Այնտեղ շատ ավելի հանգիստ էր, քան Երևանը։ Հա 4:30-ին քաղաքը քնում է, բայց արթնանում է ժամը 6:30-7-ին։ Արագ գնում են աշխատանքի, ամբողջ ցերեկ քաղաքում մարդ չկա։ Հա։ Երեկոյան մի հատ sense քաղաքը շարժվում է, դե ինքն էլ չէ, խոշոր ինդուստրիալ քաղաք է։ Հենց երեկոյան այդ գործարանների ավտոբուսները ժողովրդին ցրում են ամենքին իրենց կանգառով, մտնում են տուն շուտ իրենց կարգի բերում քնում, բայց քաղաքը ապրում է ուրբաթ շաբաթ կիրակի։ Դե ոնց որ շատ մեգապոլիսներ։ Հա, Երևան երկուշաբթի երեկոյան ժամանցի վայրերից մեծ մասում տեղ չկա նստելու։ Ահա։ Մեր մոտ պահելաձևը իրոք ուրիշ մեծ ստանդարտ քաղաքներից տարբեր է։ Մենք դե որովհետև մի ասեմ կներան էլի արտադրողականությունը ահավոր ցածր է Հայաստանում։ Ու դրա պատճառով է որ մենք մեր չգիտեմ այդ հաճույքներին շատ ավելի շատ ժամանակ ունենք տալու։ Անվերջ։ Անվերջ չէ, բայց շատ է հաստատ։ Մինսկ մի հատ հետաքրքիր որ Մինսկ է գնացել անկերներից մեկը Բելարուսի տենց էլիտար թաղամասում էր տուն ապրում ու պատմեց որ իրենց մոտ օրենք կա որ նոր թաղամաս նոր շենք որ կառուցվում է դրա այդ շենքի կամ թաղամասի ինչ որ տոկոս պետությունը վերցնում է պետությանն է տալու ինքը տալիս է անապահովներին այդ տունը տալիս է ասում այդ մեր այդ էլիտար թաղամասում որ կոպիտ ասած աղքատներ չկան մեր այդ ապրեն ասում է տիրոջ հետ բնակիչները պայմանավորվել էին որ մի հատ առանձին մի քիչ ավելի փոքր տես թաղամաս է սարքել էին նվեր տալն է պետության որ բանը անապահով ընտանիքներին այդտեղ տուն տան դրա ասում եմ այդ ինչ էլիտիզմի դրա նույն Մինսկի տեսակը ես տեսել եմ նաև Պեկինում երեկոյան 5-ին 5:30 6 լույսերն անջատվում է բիզնես կենտրոն լրիվ անջատվում է ու всё մարդ չկա բրծավ գնացին քնելու հյուրանոցի լաունջ բարը 1000-2000 համար ունեցող հյուրանոցի լաունջ բարը ժամը 10:30 գալիս էին լույսերն անջատ ռատ քնելու եք գործի չեք
Բայց գիտես սկսելա փոխվել Երևանում էլա կյանքը սկսել փոխվի։ Օրինակ եթե 2 տարի առաջ առավոտը արթնանում էինք, գնում էինք վազելու, մեքենա չէինք տեսնում, ժամը 6:30-7-ին։ Այսօր Երևանում 6:30-7-ին արդեն ճանապարհները ահագին լիքն են։ Գալիս ենք զրույցի սկզբին, խցանման պատճառով շուտ են դուրս եկել։ Հա, կամ շուտ են դուրս եկել, կամ իրոք նա օրինակ այստեղ Երևանը կյանքը շատ է թանկացել, շատ է թանկացել։ Այդ պատճառով մարդիկ տարբեր ճանապարհներ են ման գալի, ավելի շատ աշխատելու, ավելի շատ գումար աշխատելու։ Այսինքն այսօր դու եթե Երևանում ուզում ես ապրես, ու պետքա շատ աշխատես, որովհետև հիպոթեկը թանկ է, վարձը թանկ է, ուտելիքը թանկ է, բենզինը թանկ է։ Երևանի Պուշկինի փողոցի եւ Կասկադի հարակից սրճարան ռեստորաններում եւ աշխարհի մեգապոլիսներից Մոսկվայի, Տվերսկոյի, Արբատ ռեստորանները կոնկրետ նույն գինն են, դա չի նշանակում որ Մոսկվա է շնորհ, դա նշանակում որ Հայաստան շատ թանկ է։ Հա, ես բանը մեմենս մենք այս ապրիլին մի քանի ընկերներով գնացինք Միլան մարաթոն վազելու, ընտանիքներով գնացինք, տենց մեծ վիլա էինք վերցրել ու առավոտները տենց ես գնում էի սուպերմարկետ առավոտը անում գալիս էի Նախաճաշին ու ասում էի դե գուշակեք ինչքան եմ տվել դες որ ես կայֆավատ եմ դառնում որովհետև շոկի մեջ էի ես վերջի անգամ Միլանում եղել եմ 2019-ին ու հիմա 2025-ն է այնտեղ գները շատ քիչ էին աճել ու այսօր Միլանում կաֆեները ու սուպերմարկետները ավելի էժան էին քան Երևանում շոկի մեջ էի իրոք շոկի մեջ Բարսելոնում Սագրադայի շրջակայքի սրճարանները, որը դե երևի ամենաթանկ տեսարանով տեղերն են, ստանդարտ են առավոտյան կոֆե կրուասանը 1.5 եվրո Երևանի կենտրոնի կոֆե կրուասաններից էժանա մոտ 4 անգամ։ Հա, ես չեմ չափազանցնում Միլանի կենտրոնում այդ Դուամոյի կողքը որ ամենատուրիստական կետն է մարաթոնի սկիզբը տեղ էր գնացինք պատկերացրա այդ պայդրությամբ այդ կաֆեներում գիտես ինչ հերթեր էր եթե ուզեին կարային թանկացնենք կամ այդտեղ միշտ է հերթեր կրուասանը մի հատ էսպրեսոյի հետ 1.5 2 եվրո 800 դրամ 900 դրամ լավ 900 դրամ էսպրեսոն կրուասանի հետ հա Երևանում լավ կաֆենում էսպրեսոն 1200 դրամ է կրուասանն է եւս մի այդքան լավ կար շատ չսափազանցնեմ 700 դրամից է սկսում ասինքն Երևանում նախաճաշը 2 հոգու համար միջինը անձը 5000 դրամ է հա նախաճաշը հա ճաշն ու ընթրիքը միջինը 2 հոգու համար ճաշը անձը մոտ գալիս է մինչև 10000 դրամ ընթրիքը եթե հետը ալկոհոլի մի թեթև sense կոմպոնենտ կա անձը 15000 դրամ գիտես ինչ հիշեցի ասում եմ այդ լավ անեկդոտ կասում ոնց իմանաս որ մեծացել ես ասում եմ եթե բողոքում ես պրոբկեքից ու տանգացումներից ուրեմն արդեն всё հաստատ 30-նանց տղամարդ ես ամուսնացած 30-նանց հա չէ դե դժվար է իրականում այս թեմաների մասին չեն խոսում, բայց այդ թանկացումները, պրոբկեքը, օդի որակը, լույսի աղտոտվածությունը, որը լուրջ խնդիր է, որ անընդհատ լուսավոր է քաղաքը, այդ LED էկրանները գովազդների, որ ամենտեղ կա ու լիքը մարդ չեն կարողանում դա չգիտեմ ճիշտն ասած այդ բան է կոչվում light pollution է կոչվում լույսի աղտոտվածություն, որ քո շենքի մոտ միշտ լույս է ու դա խանգարում է քո քնի որակին ես հիշում եմ ու նաև աղմուկը մամուլով եմ կարծեմ կարդացել մեր հայտնի բռնցքամարտիկի Արտուր Աբրահամի մասին, որ Հյուսիսային պողոտայում բնակվելուց մի քանի անգամ իջել է, չգիտեմ, թե ապտակել է, թե կոպտել է Հյուսիսային պողոտայում նվագող երաժիշտի։ Ես ինքս աղմուկ տանել չեմ կարողանում։ Ինձ համար խնդիր է աղմուկը։ Դե մարդիկ տարբեր բաներ էին գրում, որ ինչպես կարող էր այդ մարդը, այդ երաժիշտը, բայց լավ վերցրեք ձեզ վրա։ Բալկոնի տակ
ինչ որ մեկը պատշգամբի տակ առավոտից երեկո ինչ որ մի բան նվագի երգի։ Լավ 1 օր, լավ 2 օր, լավ ինչքան կարելի է։ Այդ ընկերոջ Սարևանի պատմությունը հիշեցի, ասում եմ տակի Սարևանը նկարիչ էր, որոշել է որ պետք է երգիչ դառնա։ Առաջ խմում նկարում էր, ասում եմ խմում օպերա է, երգում ինքը երգել չգիտի։ Դա չէ։ Հա դե օլա գնա հետը։ Երոք խնդիրը այդ աղմուկ, լուսավորություն, այդ գիշերվա կեսին այդ լավ լուսավորության դեմ կարող ես գոնե վարակույրներով կլինի պայքարել։ Աղմուկի դեմ ո՞նց պայքարես։ Երևանի շոքին, երբ որ լուսամուտ բացելու, օդափոխելու կարիք կա։ Լավ, իսկ այդ բանի դեմը խի չեն կարողանում առնել այդ գիշերները, որ բարձր երաժշտության պավտոները քշում են կամ այդ գլուշիցելները փոխում են, որ ջունգլիների ձենը գա իրանց ավտո։ Լավ, ասենք ոնց առնեն։ Դե կանգնեցնեն ու գանեն։ Ոնց են իմանալու որ մեկն էր։ Դե լավ է, մի անգամից ջոգում ես։ Չէ, որ ուզենան անեն։ Հիմա ինչ որ երեք էր ոնց որ ազգային ժողովում պատգամավորներից մեկը անդրադարձել է այդ թեմային, անգամ ասել էին որ պետքա մեքենայի մեջը ստուգեն, եթե ավելացված սպիկերներ կա, դա տուգանեն։ Դե դի մի քիչ ռեալ չի ստուգելը։ Դա աբսուրդ է։ Դա աբսուրդ է, բայց գիտեք տուգանելով չեն կարող։ Այդ քո ասած սոցիալական գովազդով։ Հա սոցիալական գովազդով պետքա ցենց դնեն, միացնեն ինչ որ ռոլի, կողքը գրեն, եթե դու սա անում ես, մի արա։ Հա։ Ուրեմն սա մի արա։ Արես իմ չգիտեմ։ Բայց համայն դեպս ահագին քչացել է։ Իսկ ինչ լավ բաներ ես տնում քաղաքում։ Լիքը սիրուն ավտոներ։ Հա։ Լավ մեքենաներ կան քաղաքում։ Ես սիրում եմ լավ մեքենաներ։ Դե սա ինձ թվում է։ Այս վերջերս տենց ինչ որ շատ ռեդկի ավտոներ ասկսա Երևանում հայտնվել։ Այ որ մեզ մոտ սկսի ձևավորվել կուլտուրա ռետրո մեքենաներ ունենալու։ Ռետրո մեքենաներ ունենալու։ Չնայած դրա չունենալու պատճառներից մեկը նա է որ շատ դժվար է դրանք վերանորոգելը։ Հայաստանում չկան դրանց մասերը, չկան այդ տեխնոլոգիաները, վերջի վերջո շատ թանկ է Հայաստանում նման մեքենա վերանորոգելը։ Հա։ Իսկ որպեսզի օրինակ նահանգներում վերանորոգեն եւ ներմուծեն, արդեն թվականից ելնելով արտադրման սարսափելի մեծ հարկերի տակ կմտնեն։ Աննորմալ բարձր։ Հա, բայց չգիտեմ, քաղաքը պետք է ունենա հին մեքենաներ։ Իմ երազանքի ավտոն հին muscle car-ը 67 թվականի Ford Mustang-ը։ Դե Challenger-ն էլ կլինի։ Challenger-ն էլ ֆանտաստիկ ավտո է։ Challenger-ն էլ կլինի։ Բայց դա շատ այս մոդելը։ Կա Երևանում 2-3 հատ կա։ Հենց 67 թվականի չեմ տեսել։ Ուրեմն պատմեմ մի հատ։ Մի 15 տարի առաջ ձեզ սպասարկան կայան ենք աշխատեցնում եւ Վրաստանից ընկերներիցս մեկը եկավ տարիներով ավտոսպորտից իմ ընկերներից եկավ հատ տիպը չեմ հիշում, բայց hatchback-ը չի, hatchback կուզովը չի, այս կուզովը չէր, բերեց Mustang, բա ուզում եմ շատ քիչ փողով այս մեքենան շատ արագ գնա ու շատ շուտ լինի դա։ Ընկերներով որոշեցինք ոնց անենք, ձեռք բերեցինք մի հատ, դե վատ վիճակում էր իր Mustang-ը իրականում, հատակները լրիվ ժանգոտասա, ահավոր վիճակում էր, շարժիչ չկար վրան։ Վերցրեցինք մի հատ BMW E34, որթիվ 95-4, նրա ունիվերսալ թափքովը, այն ժամանակ 4 լիտր մեխանիկա, մեքենա ոնց որ հատակից կտրեցինք, գլուխը դրեցինք կողքը, նույն ձև Mustang-ը կտրեցինք, դրեցինք վրան ու սվարկա։ Ու ստացվեց։ Հա։ Ահագին քշեցինք այդ մեքենան, դե իհարկե տեսքը լավը չէր,
պետք էր վերանորոգման կանգնացնել, վերջերս վրացական ամսագրերից մեկում տեսա, որ այդ մեքենան արդեն վերականգնում են, ֆենդերներ են դրել, լայնացրել, անվաթևեր, բաներ, տենց ոնց որ ինքը ժամանակին ռալիների էր մասնակցում, դաթուն։ Ոնց որ դե սկսել է մեքենան կարգի բերել, հա։ Ես վերջերս Instagram-ով ինչ-որ տղեկի տեսա, որ տենց հին BMW-ներ, Mercedes-ներ են վերականգնում ու շատ լավ, բայց հիմա անունները չեմ հիշի ու տենց սիրուն մեքենաներ էին ստանում։ Չգիտեմ, այդ երևի բանի հետ է ավելի շատ կախված, որ ֆինանսական վիճակի երկրի մարդիկ ինչքան հարստանում են, այնքան թանկ խաղալիքներ են։ Հա, թանկ խաղալիքներ են սկսում։ Թանկ խաղալիքներ են ու տենց ոնց ասեմ Սիրինի ավտոյով կապ չունի Maybach-ը, Rolls-Royce-ը, թե Bentley-ը, տենց չես զարմացնի, որովհետև ով փող ունի դրանից կարող առնի, բայց եթե կոնկրետ մոդել է, որի վրա դու ժամանակ ես ծախսել, էներգիա ես ծախսել, աշխարհի ինչ-որ մի կետից բերել ես, վերականգնել ես, այդ տենց ես երևի թե Հայաստանում եղած ռետրո մեքենաների երևի թե 90%-ը եթե ոչ ավելի գիտեմ ինչ կա։ Հա։ Բայց ինչ-որ ամենատպավորիչ մեքենաները Հայաստանում որ տեսել եմ, եթե հիմա հիշողություն չի դավաճում, ZIS 110-երն են։ Երկու հատ կար, մեկը շատ լավ էր սարքած։ Հա։ Սովետական ZIS-ը։ Հա։ 110 մոդելը, շատ թանկ մեքենա է, երևի։ Այդ բանն էր, չէ՞, կառավարական Ստալինին է։ Հա։ Ինչու որ Ստալինն է մանեկել, ZIS 110-ը եղել, ոչ թե այդտեղ Ստալինինն է, այլ նույն Հա, նույն մոդել։ Բայց դրա տաքսին էլ է եղել։ Հա, դրա տաքսին էլ է եղել։ Իրենց այդ մեքենաների արժեքը մոտ 500,000 եվրոյի կարգի են։ Վաու։ Հա, Հայաստանում այն ժամանակ գիտեմ, որ 3 հատ կար, մի 10 տարի առաջվա բան եմ ասում, հետո ինչքան գիտեմ մի հատը վաճառվել է, 2 հատը մնացել էր։ Բայց այտենց շատ լուրջ մեքենաներ ուրիշ, որ ասեմ, այտենց իրոք արժեք ունեցող, դե այտենց կան, իհարկե չայկաներ կան, Պաբեդազիմ, այտենց բաներ կան, բայց այն որ չգիտեմ ռարիտետնի Mercedes-ի օրինակ որ լուրջ արժեքներ ներկայացնող պատմական կամ դե հիմա նայեք, Հայաստանում հաստատ չէր կարա Ferrari 250 GTO-ներ էլի, որ 50-60 միլիոն դոլար արժի։ Դες բան չէ, Jaguar-ի Type չկա Հայաստան, բայց առիթ եմ ունեցել Եվրոպայում էքսպոների ներկա եմ եղել, Էմիրատներում, Դուբայում եմ գնացել ավտոցուցահանդեսներ, անգամ Ֆուջերայում մի հատ հասցին մեր շեյխի տունն է, մի հատ սարի գլխի էքսպո էր հավաքել ինքը իր համար։ Իր տանը։ Հա, իր տանը։ Լուրջ էքսպոնատներ տեսել եմ, այստեղ չկան այդպիսի էքսպոնատներ, համենայն դեպս ես չեմ տեսել։ Լուրջ բաներ էլի։ Հա, չէ, մեր մոտ հիմնական թանկ Սիրինի ավտոներ են, որ Սիրինի ավտո է, էլի, всё-таки։ Հա, ես ամենատպավորվածը իմ տեսածներից ժամանակին մի հատ մոդել կար, մեքենա կար, դե վաղուց չի արդեն Դյուզենբերգ է կոչվում։ Այդ ինչ մեքենա։ Դյուզենբերգ։ Դյուզենբերգը պետք է վստահ եմ տեսել ես նկարները, որ բացես նայես, տեսել ես շատ մեծ դիմացի լուսարցակները մոտիկ իրար։ Հա, կարող տեսած նա։ Լավ նիկելապատ, շատ հեքիաթային մեքենա։ Երևանում։ Չէ։ Դուսենբերգ։ Հա, Դյուզենբերգ։ D-U-E։ Հա, տեսել եմ։ Մի անգամ այստեղ չբերեցի, բայց տեսել եմ, ասեմ, բանի մեջ է կար այն։ Կինոների մեջ էլ է շատ ելնում այս մոդելն։ Բրիտանական ընտանիքները։ Հա, Են Դուսենբերգ մոդել G։ Այստեղ այդ տիպի մեքենաներ չկան էլի։ Ժամանակի հետ ինձ թվում է կսկսեն հայտնվեն։ Դե ես կարծում եմ, եթե լինի այնպիսի արհեստանոց, որտեղ մարդը տանի կանգնածի ասի, այս բանը ուզում եմ իմ համար սարքեք ու կարողանան սարքեն, ինձ թվում է կլինի։ Հա։ Դենց արհեստանոցներ, բայց նոր սկսել են ձևավորվել։ Հա, նոր կամած, բայց էլ եմ ասում
ու այնտեղ օրինակի համար նայում ես հեռուստացույցով CNC գործիքներ կան, ալյումինի կտորը դնում են տակը, ասենք անվահեցին նկար են տալիս, ամբողջությամբ քանդակում, փորագրում տալիս է մարդուն, պետք է ունենալ այդ հնարավորությունները։ Հասկացա։ Մենք ոդկասթի վերջում ունենք տրադիցիոն հարց։ Ինչն է քեզ vocation-ում։ Ինչն է ինձ vocation-ում։ Ինչի համար աշխատելու, ապրելու, ստեղծագործելու, ինչի համար։ Ոնց կուզես դու պատասխանես, կարաս բոլորն է ասես։ Ինձ vocation-ում է հիմնականում երկար ճանապարհը, որը պետք է անցնես մեքենայով, բայց նոր ճանապարհը։ Հա։ Սա լիքը տղաներ ու ինչի՞ չէ աղջիկներ հիմա սենց ժպիտ հայտնվեցի անձնակին։ Քշելու համար, չէ՞, երկար սիրուն ճանապարհը լավ երաժշտություն։ Ես իրականում շատ չեմ սիրում մեքենա քշել, անկեղծ ասեմ։ Մեքենայի մեջ երաժշտություն լսում եմ միջինը ամիսը մեկ անգամ 3 րոպե։ Հատուկ երգ որ միացնում ես, որ հետո ոչ մի բան չլսես։ Չէ, պայտա կարող է ինչ-որ մեկ երգ միացնեմ։ Հիմնականում ես մեքենան եմ լսում։ Հա։ Ինձ դա է դուր գալիս։ Անցած ճանապարհը դուրս չի գալիս անցնել։ Դրա համար ես ձգտում եմ հիմնականում իմ հանգիստը այնպիսի տեղեր կազմակերպեմ, որտեղ մեքենայի հասանելիություն ունեմ եւ ճանապարհորդելու եւ նոր ճանապարհ, նոր միջավայր տեսնելու հնարավորություն։ Դա կարա լինի, ասենց ասեմ, ամենավատ արտաճանապարհային պայմանները կամ ամենալավ մրցարշավային մրցուղիները։ Իսկ քշել ես դες մրցուղիներով։ Արեգ ջան, քանի որ խոսեցինք մենակ ճանապարհի խցանումներից, ամենակարևորից չխոսեցինք, ինչից ես եկա հասա ճանապարհների խցանումներին։ Իհարկե քշել եմ։ Որտեղ։ Նայեք, որտեղից սկսվեց իմ ճանապարհը մեքենայի հետ, այն որ սերը որպես տղամարդ եղել է դեպի մեքենան, բայց 2009 թվականին ես իմ նախաձեռնությամբ իմ մի շարք ընկերների հետ ստեղծեցինք Հայաստանի 4x4 off-road ակումբը, որը հետո վերածվեց ֆեդերացիայի, որը ես 10 տարի ղեկավարեցի։ Այդ ընթացքում երևի թե շուրջ 50 միջազգային ավտոմրցարշավ են կազմակերպել եւ մասնակցել Թուրքիայում, Ռուսաստանում, Իրանում, Վրաստանում բազմաթիվ անգամներ, հետո հատուկ հրավերքով հնարավորություն ունեցա լինել Ֆրանսիայում, Լեմանում, Լեմանի 24 ժամը։ Վաու։ Տեսա իմ աչքերով իր ամենալեգենդար ատրիբուտիկաներով, պիտ ստոպեր մտնելով ամեն ինչով, հետո ընկերներս հրավիրեցին Ֆրանսիայում Մարսելի հյուսիսում մրցուղի կա, Պոլ Ռիկարդ է կոչվում, այնտեղ Աստան Մարտինով թիմ բարձեցին, որ ռեյսի մասնակցեմ, Իզարմանս ինձ առաջին անգամ էի մասնակցում, բայց բավականին տենց երկրորդ հորիզոնականը վերցրեցի, սիրողականի մեջ էր իհարկե, բայց ինչպես ասում բայվոյ մեքենայով, հետաքրքիր միջև վերջ չի հասկացել ինչ է տեղի ունեցել, երբ որ հրավիրեցին թիմ եւ սկսեցին ինձ նվիրել ամբողջական իրենց համազգեստները, որը շատ թանկ արժեցող բաներ են, ասած ասեմ, համազգեստներ են, ամառային, ձմեռային, այսպես նվիրեցին, հետո տենց փուճուր ճապոնական մարդ եկավ, Toyota Gazoo Racing-ից էր, հրավիրեցին Toyota-ի թիմ, շատ լավ ժամացույց նվիրեցին Toyota-ի, առաջին անգամ մարդ գալիս է ու հիմնական մեքենան Toyota-ն էր հետ, որ դիմացս գնում էր էլի, որ չէի կարող հասնեմ։ Նոր ավտո ակումբից, ֆեդերացիայից հետո կամաց արդեն ձևավորվեց իդեան ստեղծել ավտոդպրոց, որը կզբաղվի հիմնականում վարորդական հմտությունների բարձրացման դասընթացներով։
այդ տրամաբանությամբ ստեղծվեց X-Drive ավտոդպրոցը, որը այսօր Հայաստանում ամենախոշոր ավտոդպրոցների ցանցն է, մենք 15 մասնաճյուղ ունենք, եւ ինչի X-Drive, քանի որ ես 4 անգամ 4-ից շարունակեցի դեպի ավտոդպրոց, այդ BMW-ի X հապավունը, X-Drive-ը, ինքը լիակարշակի ֆորմուլան է եւ իմ սպորտսմեն ընկերներից մեկի հետ ստեղծեցինք ավտոդպրոցը, հիմնական նպատակն էր վերապատրաստել վարորդների։ Հետո ժամանակի ընթացքում վարորդների վերապատրաստում այդքան էլ ակտիվ չէր, չնայած մինչև այսօր մենք միակ ավտոդպրոցն ենք, որ գրեթե բոլոր միջազգային կառույցների վարորդներին տարեկան անց են կացնում վերապատրաստում։ Հաճախորդները այդքան էլ շատ չեն, որ ասենց ասեմ գալիս են, բայց վերապատրաստում են հիմնականում, որ պատկերացնեք, շատ հետաքրքրված են լինում հանքարդյունաբերող ընկերությունները, Զանգեզուրի բնազամոլիբդենային կոմբինատը, Լիդիան Արմենիան, հետո շատ կարևոր է։ Իրենք չէ, ուշադիր են։ Օրինակ Contour Global-ը, Որոտան հիդրոկասկադը, ժամանակին բժիշկներ առանց սահմանների, Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ, ՄԱԿ-ի գրասենյակը սիստեմատիկ անց է կացնում, բայց X-Drive-ը տարածվել է ոչ թե որպես վարորդական հմտությունների բարձրացման դասընթացներ կազմակերպող դպրոց, այլ արդեն սովորական ավտոդպրոցների ցանց է որպես մեծացել եւ ժամանակին բավականին լուրջ պայքարում էի առողջապահության նախարարության հետ, ես չգիտեի, որ օրինակ շտապ օգնությունը առողջապահության նախարարությանը չի պատկանում, այլ պատկանում է քաղաքապետարանին, անտրամաբանական, բայց այդպես է, որովհետև մանավանդ COVID-ի ժամանակ զանգեցի ես ինքս առողջապահության նախարարություն, այդ COVID-ի այդ ծանր շրջանն էր, ասեցի ես ինչ մարդն եմ, ուզում եմ գամ ձեզ մոտ բարի գործ անեմ, ուզում եմ գամ վարորդ աշխատեմ շտապ օգնության, անվճար գումար չենք ուզում, ասեցին դու այդքան հմտություն չունես, որ շտապ օգնության մեքենա քշես ու հեռախոսը անջատեցին։ Հետո զանգեցի միաժամանակ հետո առաջարկեցի, ասեցի, քանի որ նման տեմպով են աշխատում, առաջարկում եմ ամբողջ շտաբի վարորդներին անվճար վարորդական հմտությունների բարձրացման դասընթացներ անցկացնենք։ Դե իհարկե նույն ձևի ճանապարհեցին, ասին պետք չի մեզ։ Հետո սկսեցի մոնիտորինգ անել շտապ օգնության վթարները, եթե կհիշեք վերջին վթարները, մի քանի օր առաջ էլ եղել։ Մի քանի օր առաջ էլ են եղել եւ ժամանակին առողջապահության նախարարության բավականին հայտնի պաշտոնյան այդ ժամանակ ստատուս գրեց շտապ օգնության վթար ի գիտություն Արտաշես Ստեփանյանին, մեր վարորդը մեղավոր չէր։ Խնդիրը նա չի թե ով է մեղավոր, վթարի մասնակիցներից մեկը որպես կանոն կարող է կանխել վթարը։ Այսինքն եթե պատրաստված ես, անգամ եթե դիմացին է սխալը, անգամներ շանսերը շատ են։ Անգամներ շատ են։ Հետո արդեն սպորտի նախարարի խորհրդականն էի կոնկրետ ավտոսպորտի գծով, 3 նախարար փոխվեց իմ այդ ընթացքում, հետո արդեն պաշտպանության նախարարի խորհրդականն էի վարորդական հմտությունների բարձրացման, այդ վարորդական կրթության շատերը լինում, հիմա չգիտեմ լինում թե չէ վթարներ։ Վթարները բանակում անխուսափելի են, որովհետև դա երկար ու ուրիշ պատմություն է։ Մենք նաև բանակի մատակարար ընկերություն ենք վարորդների գծով։ Ու այսօր չկարողացանք խոսենք այդ մասին, բայց բոլոր հատուկ նշանակության մեքենաների վարորդները տարին 2 անգամ պետք է անցնեն վարորդական հմտությունների բարձրացում։ Այսօր Հայաստան մենակ դուք եք, չէ՞ դրանով զբաղվում։ Համենայն դեպս ինչքան գիտեմ, այո։ Դեռ չեմ լսել, որ ինչ-որ մի ընկերություն նման բան անի։ Ու համենայն դեպս անելու համար պետքա ունենալ այդ հմտությունը, հայտարարել անել դա ուրիշ բան է, կարողանալ անել դա ուրիշ բան է, էլի։ Դե Հայաստանում շատ եք դեռ որ մարդիկ լիքը բան հայտարարում են, բայց լավ պատկերացնում ես, որ դա իրանք չեն կարող իրականացնել։ Բայց հայտարարում են։
Հա, այդ շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որովհետև դրանից մարդկանց կյանքերը կախված։ Դրա համար ես այսօր 15 դպրոցը դա բավականին լուրջ ուժ է այդ ոլորտում, հա, մեծ քանակի մարդ է անցնում մեզ մոտով, ես անընդհատ ամբողջ անձնակազմին ժամանակ առ ժամանակ տրեյնինգներ, վերապատրաստումներ մեր վարորդներն էլ են անգամ անցնում եւ տեսական դասընթացավարները անընդհատ նույն բանն եմ ասում, որ այնպես սովորեցրեք, որովհետեւ չգիտեք, որ խաչմերուկում այդ վարորդը ձեր երեխայի դիմաց դուրս կգա, թե չէ։ Հա, Սովորեցրեք որպես ձեր երեխու դիմացի վարող մեքենա։ Դու գիտեմ ինչ է կատարվում ոլորտում էլի։